Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Ես սառել էի դրան մեջ ու չէի կարողանում շունչ քաշել։ Դուք երբևէ տեսել եք, թե ինչպես են սեփական երեխաները մորը վերածում ծառայի։ Ես տեսա։ Իմ կինը, իմ հպարտանահիտը ծնկի իջած լվանում էր հատակը, իսկ որդիս ու նրա կինը բազմոցին փռված բարձրաձայն կարդում էին նրան սպասարկման գրաֆիկը։ 3 տարի ես աշխատել եմ օտար երկրում, քնել եմ վագոն տնակներում ու խնայել եմ սննդի վրա, նրանց երջանկության համար։ Իսկ վերադարձա համակենտրոնացման ճամբար, որը նրանք կազմակերպել էին իմ իսկ տանը, մորը վերածելով անօրինական ստրուկի։ Այդ վայրկյանին նայելով հարսիս ժպիտին ես հասկացա, որ երկար սպասված գրկախառնության փոխարեն իմ ձեռքերով կփլուզեմ նրանց հարմարավետ աշխարհը հիմնովին։ Ես Արամն եմ։ Ամբողջ կյանքս ապրել եմ պարզ, սովոր եմ ապացուցել իմ ճշմարտացիությունը ոչ բարձրաձայն խոսքերով, այլ գործով ու ափերի կոշտուկներով։ Հենց դրա համար էլ ես ընդունեցի ծանր որոշում՝ մեկնել աշխատանքի Ֆրանսիա, թողնելով հայրենի տունը, որպեսզի որդուս համար գումար վաստակեմ սեփական տան համար։ Մենք Անահիտի հետ որոշեցինք, որ երիտասարդներին պետք է առանձին ապրեն, հարևան հողամասում։ Եվ ես, ատամները սեղմած, մեկնեցի օտար երկրում բետոն խառնելու, հրաժարվելով լրացուցիչ սուրճի բաժակից ու գիշերելով վագոն տնակներում 6 այլ աշխատավորների հետ։ Ամեն մի կոպեկ վաստակած քրտնաջան ու արյունով թռչում էր այստեղ տուն, վերածվելով իմ երազներում աղյուսների ու ճառագայթների Դավիթի ապագա ընտանեկան բնի համար։ 3 տարի ապրեցի միայն մեկ երազանքով, թե ինչպես եմ վերադառնալու տուն գումարով, ինչպես եմ գրկելու որդուս, ինչպես ենք սկսելու կառուցել նրանց նոր տունը։ Բայց իրականությունը, որ դիմավորեց ինձ դրան շեմին, ավելի սարսափելի էր, քան ցանկացած գիշերային մղձավանջ, որը կարող էր ինձ երազել այնտեղ, Մարսելի մոտ։ Ճանապարհային պայուսակի աղմուկը, որ ընկավ նրբաթախտակի վրա, պատրեց տան լռությունը, ինչպես կրակոց, ստիպելով իմ կնոջը ամբողջ մարմնով դողալ ու գցել թաց շորակը ձեռքից։ Ես կանգնած էի սեփական հյուրասենյակի դռան մեջ առանց ուժի շունչ քաշելու, ու նայում էի, թե ինչպես է իմ Անահիտը, իմ հպարտ ու գեղեցիկ Անահիտիկը, ծնկի իջած կանգնած բազմոցի առջև, որի վրա, ոտքերը դրած բուֆի վրա, տեղավորվել էին մեր որդի Դավիթն ու նրա կինը Լիլիթը։ Մինչև պատմեմ, թե ինչ տեղի ունեցավ այդ սենյակում, հոտավետ Լիլիթի թանկարժեք հոցանելիքով ու իմ կնոջ վախով, ուզում եմ զգալ, որ մենակ չեմ այս խավարում։ Խնդրում եմ գրեք, թե որ քաղաքից կամ երկրից եք լսում ինձ, որպեսզի իմանամ, որ իմ պատմությունը հնչում է ոչ թե դատարկության մեջ, այլ գտնում է արձագանք կենդանի սրտերում։ Հայրիկ։ Դավիթի ձայնը դողաց ու կտրվեց, երբ վերջապես կտրվեց էկրանից ու տեսավ իմ սառած կերպարը։ Լիլիթը նույնիսկ առանց կեցվածքը փոխելու մտածելու դանդաղ շրջեց գլուխը։ Եվ նրա աչքերում ես չտեսա ոչ վախ, ոչ ամոթ, միայն զայրույթ, որ խանգարեցին նրանց։ Անահիտը, իմ խեղճ Անահիտը շտապ փորձեց վեր կենալ ծնկից, թաքցնելով մեջքի հետևում կեղտոտ ջրից կարմրած ձեռքերը։ Ու նրա դեմքին սառեց սարսափի դիմակ։ Ոչ իմ առջև, այլ ինձ համար, կարծես վախենում էր, որ իմ սիրտը չի դիմանա։ Ես ծանր քայլ արեցի առաջ, զգալով, թե ինչպես է ճանապարհային փոշին կոշիկներիս վրա հետքեր թողնում այն հատակին, որը նա նոր էր լվացել։ Ու խլեցի թերթը ապշած Լիլիթի ձեռքից։ Իմ աչքերը վազում էին տողերով, տպագրված մեծ հաստ տառերով, եւ ամեն բառով ես զգում էի, թե ինչպես է կոկորդիս մոտենում սրտխառնոցը։ Սպասարկման գրաֆիկ, գրում էր վերնագիրը, ներքևում կետերը, նախաճաշի մատուցում անկողնում, 10:00, երկրորդ հարկի խոնավ մաքրում, առանց փոշեկուլի, որպիսի աղմուկ չլինի, 14:00, Դավիթի վերնաշապիկների ու Լիլիթի զգեստների արդուկում, խիստ օձիքով։ Սա ոչ թե տնային գործերի ցուցակ էր, այլ անօրինական ծառայի պաշտոնական հրահանգ, կազմված այնպիսի սցենարային դաժանությամբ, որին ընդունակ են միայն այն մարդիկ, ովքեր երբեք չեն ճանաչել իսկական կարիքը։ Սա ինչ է։ Իմ ձայնը հնչեց հանգիստ, բայց այդ լռության մեջ ավելի շատ սպառնալիք կար, քան ցանկացած գոռոցում։ Եվ ես տեսա, թե ինչպես Դավիթը սեղմվեց բազմոցի բարձերի մեջ։ Հայրիկ, ինչ ես, սկսեց նա,
ձգձգելով բառերը ու փորձելով դեմքին քաշել անհոգ շպիտ։ Մամային էլ դժվար չէ։ Սա պարզապես տնային օգնություն է, մի տեսակ ֆիթնես։ Բժիշկներն անգամ խորհուրդ են տալիս շարժվել նրա տարիքում։ Ֆիթնես? Կրկնեցի ես, զգալով թե ինչպես է ներսում եռում սառը հաշվարկված զայրույթը, դուրս մղելով երկար ճանապարհի հոգնածությունը։ Քո մայրը ծնկի վրա սողում է, մինչ դու առողջ ցուլ հետույքդ բազմոցին ես տաքացնում։ Դուք դրամատիզացնում եք, ծույլորեն ձգեց Լիլիթը, ուղղելով անթերիսանրվածքը ու ցուցադրաբար հորանջելով։ Մենք Դավիթի հետ գլխով ենք աշխատում։ Մենք ունենք բարդ նախագծեր, մեզ հանգիստ է պետք ու հարմարավետություն, իսկ նա ինքն է առաջարկել օգնություն։ Մենք պարզապես կառուցվածքավորել ենք նրա պարտականությունները արդյունավետության համար։ Ես նայեցի կնոջս, սպասելով, որ նա հիմա կծիծաղի, կասի, որ սա հիմար կատակ է, բայց Անահիտը լուր էր, գլուխը խոնարհած, ու նրա այդին գլորվում էր միայնակ արցունք։ Այդ պահին ես հասկացա, որ այս 3 տարիների ընթացքում, մինչ ես քայքայվում էի օտարշին հրապարակներում, այստեղ տեղի էր ունենում նրա անհատականության դանդաղ, մեթոդիկ սպանությունը։ Ես գումար էի ուղարկում, մտածելով, որ կառուցում եմ նրանց ապագան, իսկ իրականում ֆինանսավորում էի այդ համակենտրոնացման ճամբարը, որտեղ վերահսկիչներն էին իմ սեփական երեխաները։ Այլևս ոչ մի բառ չասացի։ Մոտենալով որդուս ես մեկ շարժմով, որի մեջ ներդրեցի 3 տարվա ընթացքում կուտակված ողջ զայրույթը, բռնեցի նրան օձիքից, ինչպես անարյակ շանձակի, ու շպրտեցի դեպի ելք։ Դավիթը, ով չէր սպասում այդպիսի ուժ հորից, ում նա երևի արդեն գրել էր ծերերի մեջ, թռավ հյուրասենյակի կեսով ու աղմուկով բախվեց միջանցքի կախիչին։ Լիլիթը ճչաց, թռավ ոտքի, ու ձեռքերը թափահարելով երկար սուր եղունգներով նետվեց ինձ վրա, փորձելով կպչել դեմքիս։ Ինչ եք անում, դուք խենթ եք, ջռում էր նա, բայց ես նույնիսկ չնայեցի նրան, պարզապես հավաքեցի նրանց պաճկոնները, պահարանում կախված, ու շպրտեցի նրանց հետևից աստիճանավանդակ։ Դուրս, արտաշնչեցի ես, ցույց տալով բաց դուռը, որի հետևում խտանում էին երեկոյան մթնշաղները։ Որպիսի ձեր հոտն անգամ չլինի այստեղ 1 րոպե հետո։ Ինչպես ես համարձակում։ Լիլիթը, արդեն աստիճանավանդակում կանգնած ու շտապ կոշիկները հագնելով, անցավ ուլտրաձայնի։ Նրա դեմքը խեղաթյուրվեց զայրույթից, կորցնելով ամեն հմայքը։ Սա նաև մեր տունն է, իմ հայրիկը ձեզ հետ կզբաղվի։ Նա ազդեցիկ մարդ է, դուք կզղջաք։ Դուք ծնկի կիչնեք ներողություն խնդրելու։ Վերցրու քո ամուսնուն, ֆիթնես մարզիչին ու գնա քո հայրիկի մոտ։ Կտրեցի ես ու ուժգին փակեցի ծանր դուռը, կտրելով նրանց ճչոցները մեր տանից։ Անահիտը դեռ կանգնած էր սենյակի կենտրոնում, սեղմելով ձեռքերում թաց շորակը, կարծես դա լիներ նրա միակ վահանը փլուզվող աշխարհից։ Ես մոտեցա նրան, զգուշորեն, վախենալով վախեցնել։ Խլեցի շորակը նրա սառը մատներից ու գցեցի դույլի մեջ։ Հետո գրկեցի նրան, զգալով, թե ինչպես է նա ամբողջովին սեղմվում։ Փոքրիկ, փխրուն, ծերացած այս 3 տարիների ընթացքում ամբողջ կյանքով։ Ինչու այդպես արեցիր Արամ ջան, շշնջաց նա ուսիս մեջ։ Եվ նրա ձայնում այնքան ցավ կար, որ սիրտս սեղմվեց։ Նրանք երեխաներ են, Դավիթը մեղավոր չէ, դա ես ինքս, ես իսկապես ուզում էի օգնել։ Մի պաշտպանիր նրանց Անահիտ, խուլ պատասխանեցի ես շոյերով նրա մոխրագույն մազերը ու զգալով հսկայական մեղքի զգացում, որ ես չկայի այնտեղ, երբ սա սկսվեց։ Սրանք երեխաներ չեն, սրանք մակաբույցներ են, որոնց մենք քեզ հետ մեծացրինք։ Եվ ամենասարսափելին այն է, որ ես իմ գումարներով նրանց հնարավորություն տվեցի այդպես վարվել քեզ հետ։ Մենք նստեցինք խոհանոցում մինչև խոր գիշեր, առանց լույս վառելու։ Եվ ես լսում էի նրա պատմությունը, թե ինչպես են օգնության խնդրանքները աստիճանաբար վերածվել հրամանների։ Ինչպես է շնորհակալությունը փոխարինվել պահանջկոտությամբ, իսկ սերը սառե հաշվարկով։ Անահիտը արդարացնում էր նրանց, փնտրում էր պատճառներ իր մեջ, ասում էր, որ Լիլիթը պարզապես հոգնում է, իսկ Դավիթը փնտրում է իրեն։ Բայց ես աչքիս առջև տեսնում էի այդ ցուցակը։ Առավոտյան, երբ Անահիտը մոռացավ անհանգիստ քնի մեջ հանգստացնողից հետո, ես դուրս եկա բակ ծխելու ու նայելու հարևան հողամասին, որտեղ պետք է կանգնած լիներ որդուս տունը։ Ես այնտեղ էի տեղափոխել տասնյակ հազարավոր եվրո։ Ես տեսել էի շինարարության փուլերի լուսանկարները,
որ Դավիթն ուղարկում էր ինձ մեսենջերով։ Ես գիտեի յուրաքանչյուր աղյուսի գինը։ Մոտենալով ցանկապատին, որը բաժանում էր մեր հողամասերը, ես սառեցի, ու սիգարետը ընկավ մատներիցս, որովհետև այնինչ տեսա հարվածեց ինձ ավելի ուշ գին, քան երեկվա տեսարանը հյուրասենյակում, գծելով խաչ բոլոր իմ հույսերի վրա որդուս ազնվության վերաբերյալ։ Այնտեղ, որտեղ պետք է բարձրանար գրեթե պատրաստ քաթեջը, տանիքի տակ, հողից դուրս էին ցցված միայն խոտացածկով պատված հին, ճակած հիմքի բետոնե բլոկները։ Դատարկ, ըստ երևույթին 2 տարի առաջ լցված, եւ այլևս ոչինչ չկար այնտեղ։ Ես նստեցի կծկված, կոպիտ բետոնին, որ ծածկված էր կանաչ մամուրով, եւ գլխումս չէր տեղավորվում, թե ինչպես իմ որդին, իմ արյունը կարողացավ այդպես սառը արյունով ստել ինձ դեմքիս մեջ, նայելով հեռախոսի տեսախցիկին ու պատմելով մատակարարների հետ դժվարությունների ու ցեմենտի թանկացման մասին, մինչ ես հերթական 1000 եվրոն էի փոխանցում։ Տուն վերադառնալիս ես այլևս չէի զգում զայրույթ, միայն ծանր կապարի հոգնածություն։ Կարծես ուսերիս վրա նորից դրել էին ցեմենտի քսակ, որը ես տանում էի վերջին 3 տարիներին։ Միայն հիմա այդ բեռը ներսում էր։ Անահիտը նստած էր խոհանոցում, 2 ձեռքերով սեղմելով սառած թեյի բաժակը, եւ նրա հայացքը լի մեղքի ու վախի զգացումով, ավելի շատ ասած ինձ, քան ցանկացած խոսք։ Նա գիտեր, որ շինարարություն չկա։ Նա գիտեր, թե ուր էին գնում գումարները։ Լիլիթի բրենդային հագուստի վրա, նրանց ճամփորդությունների վրա, այն գեղեցիկ կյանքի վրա, որի մասին այդքան երազում էր հարսը, բայց լռում էր, որպիսի չվշտացնի ինձ ու չփչացնի ընտանիքը։ Ուզում էի հարցնել նրան, թե ինչպես կարողացավ թույլ տալ սա, բայց նրա կզակված ուսերի տեսքը կանգնեցրեց ինձ։ Նա արդեն պատժել էր իրեն այնպես, ինչպես ես երբեք չէի կարողանա։ Առավոտի լռությունը խախտեց հզոր շարժիչի որոտն ու արգելակների սուր ջռոցը հենց մեր դարպասի մոտ։ Պատուհանից նայելով տեսա հսկայական սև ամենագնացը, որ փակել էր մուտքը, եւ դրանից դուռը այնպես խփելով, որ ապակիները դողացին, դուրս եկավ Բոգդանը, Լիլիթի հայրը։ Նա նման էր զայրացած ցուլի, հզոր թանկարժեք կոստյումով, որ դժվարությամբ էր պահում նրա հզոր կազմվածքը կարմիր դեմքով։ Լիլիթը երևի հսցրել էր հորն ասել 3 տուփ սուտ, հարբած բռնակալի մասին, որ երեխաներին դուրս էր շպրտել ցրտին, քանի որ Բոգդանը վճռականորեն քայլեց դեպի դարպասը, ճանապարհին ինչ-որ մեկին գոռալով հեռախոսով, որ պատրաստ են իրավաբաններին։ Ես խորը շունչ քաշեցի, ուղեցի վերնաշապիկի օձիքը ու գնացի բացելու, հասկանալով, որ հիմա կորոշվի, կդառնա արդյոք այս մարդը իմ թշնամին, թե կկարողանամ հասնել նրա խելքին։ Ինչ է, հերոս, բացիր, որոտաց Բոգդանը։ Հենց որ ես հանեցի փականը, նա անմիջապես հրեց կրծքով, առանց թույլ տալու խոսք ասել։ Ինչ ես թույլ տալիս քեզ Արամ, ես քեզ դուստր վստահեցի, իսկ դու նրան գիշերը փողոց ես շպրտում։ Լիլիթը զանգեց, լաց է լինում, ասում է դու բռունցքներով ես նետվել նրանց վրա, խենթացել ես քո վաստակի վրա։ Ես քեզ փոշի կդարձնեմ, դու ինչ ճանաչում ես, ես իմ երեխաների համար կոկորդս կկրցեմ։ Հանգստացիր Բոգդան, հանգիստ, բայց ամուր ասացի ես, ուղիղ նայելով աչքերին, ու ոչ մի քայլ հետ չանելով, թեև նրա հարձակումը կարող էր տապալել ոտքերից։ Գոռալու գնա քո ենթակաների վրա գրասենյակում, իսկ այստեղ իմ տունն է։ Ուզում ես տղամարդավարի պարզել, մտիր, խոսենք։ Ուզում ես հավատալ հիստերիային, կանգնիր այստեղ ու շարունակիր գոռալ։ Բայց ես քո տեղում լինեի, նախ փաստաթղթերը կնայեի։ Ինչ որ բան իմ ձայնում, գուցե այն հանգիստ վստահությունը մարդու, ում այլևս ոչինչ կորցնելու չէր մնացել, ստիպեց նրան իջեցնել արագությունը։ Նա անվստահորեն աչքերը կկոցեց, վերից վար նայեց ինձ, կարծես գնահատելով հակառակորդին, ու մռնչալով ինչ որ անհասկանալի բան մտավ բակ։ Մենք մտանք տուն, որտեղ Անահիտը, տեսնելով խնամուն, փորձեց սեղմվել աթոռի մեջ, բայց ես շեստով ցույց տվեցի, որ հանգիստ նստի։ Նստիր։ Ես ցույց տվեցի Բոգդանին հակառակ աթոռը ու սեղանի վրա դրեցի ուղիղ նրա քթի տակ 2 բան։ Այն սպասարկման գրաֆիկը, որ ես 3 խլել էի Լիլիթից, եւ բանկային քաղվածքների կույտը, որոնք ես տպել էի դեռ Ֆրանսիայում, ինքս ինձ համար հաշվետվություն անելու համար։ Կարդա, ուշադիր կարդա, հետո ասա ինձ, ով է այստեղ խենթացել։
Բոգդանը դեռ փշացնելով զայրույթից անհամբեր վերցրեց գրաֆիկի թերթը։ Ես դիտում էի, թե ինչպես է փոխվում նրա դեմքը։ Սկզբում անհասկանալիություն, հետո ճակատի կնճիռը ավելի խորացավ, շուրթերը սեղմվեցին բարակ գծի։ Նա կոշտ բիզնեսմեն էր, շնաձուկ իր գործում, բայց հին կոպվածքի, նրանցից, ովքեր հարգում են մորը ու գիտեն հարգանքի գինը։ Երբ նա հասավ կետին, Դավիթի վերնաշապիկների արդուկման մասին օձիքով տատիկի ձեռքերով, նա դանդաղ բարձրացրեց աչքերը դեպի Անահիտը, եւ այդ հայացքում այլևս ագրեսիա չկար, միայն շփոթություն ու ամոթ։ Սա Լիլիթն է գրել, խուլ հարցրեց նա, չճանաչելով իր արքայադստեր ձեռագիրը, բայց երևի ճանաչելով նրա տոնը։ Քո դուստրն ու իմ որդին, գլխով արեցի ես ու մոտեցրի բանկային քաղվածքները։ Իսկ հիմա նայիր այստեղ, ահա ամսաթվերն ու գումարները։ 3 տարում ես նրանց փոխանցել եմ գրեթե 70,000 եվրո։ Տան համար, նրանց գրողը տանի հարմարավետ բնի համար։ Իսկ հիմա նայիր պատուհանից, Բոգդան, ու ցույց տուր ինձ այդ տունը, որովհետև ես տեսնում եմ միայն խոտածածկ փոս ու 2 տարվա սուտ։ Բոգդանը լուռ վերցրեց թղթերը։ Նրա հայացքը վազում էր թվերի վրայով, մատները նյարդային թակում էին սեղանին։ Նա խելացի տղամարդ էր, գումար հաշվել գիտեր շատերից լավ, եւ նրան բացատրելու կարիք չկար, որ այդ գումարներով մեր ավանում կարելի էր պալատ կառուցել։ Նա ոտքի ելավ, մոտեցավ պատուհանին, երկար նայեց մենակ մնացած հիմքին, հետո կտրուկ շրջվեց եւ ամբողջ զայրույթը թափսեց նրանից ինչպես կեղև, թողնելով հոգնած հիասթափված հոր։ «Սրիկաներ», արտաշնչեց նա։ Նա ինձ ասում էր, որ դու կոպեկներ ես ուղարկում։ Մեքենան ինձանից խնդրեց, ասում է շինարարության համար նյութեր տանելու համար։ Իրենք իմ կնոջը ծառա են սարքել, ավարտեցի ես նրա փոխարեն, հանելով կոնյակի շիշը, որ պահել էի նոր տան տոնակատարության համար։ Մենք քեզ հետ մեծացրել ենք մակաբույծներ, դու քո հոգատարությամբ ու գումարներով, ես իմ բացակայությամբ ու կույր վստահությամբ։ Նրանք մեզ ոչ միայն խաբեցին, նրանք մեզ հիմար են համարում։ Ես լցրի կոնյակը բաժակների մեջ։ Բոգդանը լուռ խմեց իր բաժակը, առանց դեմքը կծկելու, ու ծանր ընկավ աթոռի վրա։ Մենք նստած էինք շինարարն ու բիզնեսմենը։ 2 հայրեր, որոնք կործանարար պարտություն կրեցին կյանքի ամենագլխավոր նախագծում՝ երեխաների դաստիարակությունում։ «Ինչ անենք, Արամ», հարցրեց նա արդեն այլ տոնով, դաշնակցի, որ փնտրում է լուծում։ Ես նրան ամեն ինչ տվեցի՝ կրթություն, աշխատանք։ Մտածում էի, թող աղջկաս կյանքը հեշտ լինի։ Ես 90-ականներին բավականաչափ տառապեցի, չէի ուզում, որ նա կարիք զգա, իսկ մեծացրի հրեշ։ Կդաշտիրակենք կոշտ, ասացի ես, զգալով, թե ինչպես է ներսում հասունանում պլանը, սառը ու ամուր, ինչպես պողպատ, բայց նախ պետք է վերացնել աջակցության խումբը։ Քո Գայանեն, վստահ եմ, հիմա Լիլիթին Վալերյան է տալիս ու անիծում ինձ ամեն ինչով։ Իսկ իմ Անահիտը, ես նայեցի կնոջս, որ նստած էր անշարժ, ինչպես մկմիկը վախենալով շարժվել։ Անահիտը 1 ժամ հետո նորից ներում է նրանց։ Բավական է տեսնի Դավիթի արդյունքները, եւ ինքը կգնա վարքեր վերցնելու, միայն թե որդու մոտ ամեն ինչ լավ լինի։ Սիրտը նրա այդպիսին է, չես փոխի։ Ճիշտ ես, գլխով արեց Բոգդանը, լցնելով երկրորդը։ Իմ Գայանենն էլ էր նույնը։ Լիլիթիկին դժվար է, Լիլիթիկը զգայուն է։ Կփչացնեն մեր ողջ դաստիարակչական աշխատանքը։ Կխղճան, կկերակրեն, գումար կտան գաղտագողի։ Նշանակում է այսպես. ես առաջ թեքվեցի։ Ուղարկեն Գայանեին Անահիտի հետ առողջարան, ամենահեռավորը, որտեղ կապը լավ չէ, որպեսզի նրանք այնտեղ մերսումների վրա պարկեն, ոչ թե հեռախոսում նստեն, թող վերականգնեն վերքերը ու հանգստանան մեր երեխաներից։ Ես կվճարեմ կեսը։ Վիրավորում ես, ժպտաց Բոգդանը։ Եվ նրա աչքերում փայլեց այն բիզնեսի հմտության կրակը։ Ես ամեն ինչ կվճարեմ։ Սա ամենափոքրն է, որ կարող եմ անել այն բանի համար, որ իմ դուստրը քո կնոջը ծնկի էր դրել։ Այսօր իսկ կուղարկեմ, կասեմ սիրող ամուսինների նվեր, անակնկալ։ Թող գնան նյարդերը բուժեն, իսկ մենք քեզ հետ կկազմակերպենք նրանց երիտասարդ մարտիկի կուրս։ Խաղալիքները կվերցնենք, ասացի ես, բռունցքս սեղմելով։ Թող իմանան, թե ինչ արժե դժվարությունը, երբ հետևում չկա հայրիկի դրամապանակը։ Կոշտ է,
գլուխը թափահարեց Բոգդանը, բայց ես տեսա, որ նա համաձայն է։ Լիլիթը կհեկեկա, թող հեկեկա, կտրեցի ես։ Ավելի լավ է հիմա հեկեկա, քան հետո մեր գերեզմաններին թքի։ Մենք ձեռքս ձեռքի տվեցինք։ 2 ժամ հետո ապշած այդպիսի հանկարծակի հոգատարությունից ու ճնշումից Անահիտը արդեն հավաքում էր ճամպրուկը։ Նա փորձում էր առարկել, ասում էր, որ չի կարող մեզ այդպիսի պահին մենակ թողնել, որ Դավիթին օգնություն է պետք։ Բայց մենք Բոգդանի հետ անզիջում էինք։ Ես տեսնում էի, թե որքան է վախենում, բայց տեսնում էի նաև մյուսը, թեթևացում։ Նրան պետք էր դուրս գալ այս տանից, որը հագեցած էր նվաստացմամբ։ Նրան օդ էր պետք։ Երբ տաքսին տանում էր իմ կնոջը եւ նրա հետ եկած Գայանեին, աղմկոտ բարձրաձայն կնոջը, ով նույնպես ակնհայտորեն տեղյակ չէր դստեր իրական գործերից, ես զգացի, թե ինչպես են ձեռքերս ազատվում։ Հիմա մենք մնացինք մենակ։ 2 հայրեր 2 չափահաս երեխաների դեմ, ովքեր վստահ էին իրենց անպատժելիության մեջ։ Ես հանեցի հեռախոսս, բացեցի բանկային հավելվածը եւ սեղմեցի քարտը արգելափակելու կոճակը։ Սա առաջին գրակոծն էր սկսված պատերազմում։ Իսկ երեկոյան մեզ սպասվում էր հանդիպում, որին Դավիթն ու Լիլիթը գնում էին որպես հաղթողներ։ Վստահ, որ հայրիկ Բոգդանն արդեն լուծել է հարցերը խենթացած շինարարի հետ։ Նրանք նույնիսկ պատկերացում չունեին, թե ինչ է սպասվում նրանց այդ սեղանի շուրջ, որտեղ սովոր էին միայն պահանջել եւ ստանալ։ Տան լռությունը, զրկված Անահիտի փափուկ ներկայությունից, զնգում էր ականջներում, ինչպես լարված լար, պատրաստ ցանկացած պահի պոկվելու ամենափոքր հպումից։ Մենք Բոգդանի հետ նստած էինք հյուրասենյակում, այն սեղանի շուրջ, որտեղ 3 իմ կինը նվաստացած լսում էր հրահանգները, եւ սպասում էինք։ Սեղանի վրա մեր առջև ոչ հյուրասիրություն կար, ոչ թեյ, միայն լաքապատ մակերես, որի վրա մենակ էր մնացել բանալիների հավաքածուն եւ բարակ թղթաբանակը փաստաթղթերով։ Բոգդանը, ով փոխարինել էր իր զայրացած հարձակումը գիշաճչի սարսափելի սառը հանգստությամբ նախքան ցածկը, լուր պտտում էր մատներով ծանր ոսկե գրիչը։ Ես նայում էի ժամացույցին, զգալով, թե ինչպես է ամեն վայրկյանով ամրանում իմ վճռականությունը, գործը միջև վերջ տանելու, ինչ արժեք էլ որ դա ունենար։ Նրանք հայտնվեցին ճիշտ ժամը 18:00-ին, ինչպես համաձայնեցված էր, եւ մտան տուն ոչ թե որպես մեղավոր երեխաներ, այլ որպես հաղթողներ, վստահ, որ ավագ սերունդն արդեն կապիտուլյացիա է ենթարկվել իրենց երիտասարդության եւ ճնշման առջև։ Լիլիթը առաջ էր գնում, գրունկներով ծակելով նրբաթղթակը, եւ նրա դեմքին խաղում էր այն բարձրահասակ, թեթևակի արհամարական կիսաժպիտը, որն այդքան ատում էի։ Նա նույնիսկ չող չունեց, միայն գլխով արեց հորը, ամբողջ տեսքով ցույց տալով, որ մեզ պատիվ է անում իր ներկայությամբ։ Դավիթը հետևից էր գալիս, փորձելով չնայել ինձ աչքերիս, բայց ես տեսնում էի նրա կեցվածքում այն հանգստությունը, որն ունի մարդը, ով գիտի, որ հայրիկն ամեն ինչ լուծել է։ Նրանք վստահ էին, որ Բոգդանը, իրենց հզոր պաշտպանը, արդեն տեղն է դրել խենթացած շինարարին, եւ հիմա կհետևեն ներողություններ եւ հնարավոր է փոխհատուցում բարոյական վնասի համար։ Ինչ է հայրիկ, սկսեց Լիլիթը, կատակով իջնելով աթոռի մեջ եւ ոտքը ոտքի վրա գցելով։ Մենք պատրաստ ենք լսել ձեր կառուցողական առաջարկները։ Հուսով եմ Արամը արդեն գիտակցել է, որ քաղաքակիրթ հասարակությունում վարվել ինչպես վայրենի անընդունելի է։ Ես սեղմեցի բռունցքներս սեղանի տակ, այնպես որ մատների հոդերը սպիտակեցին, բայց լուռ մնացի։ Ինչպես համաձայնեցինք, խոսքը տվեցի Բոգդանին։ Բոգդանը դանդաղ բարձրացրեց ծանր հայացքը դստեր վրա, որում այլևս չկար սովորական երկրպագությունը, բայց Լիլիթը, ով հարբած էր իրենով, նույնիսկ չնկատեց դա։ Գիտակցել եմ, չոր ասաց նա, եւ նրա ձայնը հնչեց խուլ, ինչպես մուրճի հարված փայտին։ Մենք երկուսս էլ շատ բան գիտակցեցինք այս օրերին եւ որոշեցինք, որ դուք Դավիթի հետ ճիշտ եք մի բանում։ Ձեզ իսկապես պետք է ինքնուրույն ապրել։ Բավական է ծնողների մոտ, բավական է հանդուրժել մեզ դիկտատը։ Դուք չափահաս մարդիկ եք, ձեզ պետք է տարածություն։ Լիլիթի աչքերը հաղթական փայլեցին։ Նա արմունքով հրեց Դավիթին, ասես ես ասում էի։ Հետևաբար, շարունակեց Բոգդանը, գրպանից հանելով բանալիների փունջը եւ զնգոցով նետելով սեղանի մեջտեղը։
Սրանք բանալիներ են Միրի Բողոդայի երսենյական բնակարանից, այն էլիտար համալիրում, դիզայներական վերանորոգմամբ, որ ես պահում էի հատուկ հյուրերի համար։ Այն ձերն է, կարող եք մտնել թեկուզ այսօր։ Կախարդական լռություն տիրեց, բայց դա ուրախության լռություն էր։ Լիլիթը ձգվեց դեպի բանալիները, ագահ գիշատչային շարժումով արդեն փորձելով իր վրա տիրու հուդերը շքեղ բնակարանի։ Դավիթը լայն ժպտաց, վերջապես բարձրացնելով ինձ աչքը, հաղթողի հայացքը, ով ստացել է մրցանակը առանց որևէ ջանք գործադրելու։ Շնորհակալություն, հայրիկ, ճչաց Լիլիթը, բանալիները սեղմելով բռունցքում։ Ես գիտեի, որ դու մեզ չես լքի։ Տեսնում ես, Դավիթ, ես ասում էի, արդարությունը կհաղթի։ Այդ պահին, նայելով նրանց շանձակի ուրախությանը, կառուցված լիակատար վստահության վրա, որ բոլորը պարտավոր են նրանց, ես սուր կասկածի խայթոց գծացի։ Ճիշտ ենք արդյոք անում նրանց պատրաստելով այդպիսի կոշտ սառը ցնցուղի, թե գուցե պետք էր պարզապես խոսել, վերջին անգամ փորձել բացատրել լավ խոսքերով։ Գրեք ինձ հիմա ազնվորեն, պետք էր այդ պահին կանգնեցնել Բոգդանին եւ պարզապես նրանց շանս տալ, բառերով շտկվելու։ Թե այդպիսի շոքային թերապիան միակ ճանապարհն է ճեղքելու նրանց էգոիզմի պատյանը։ Բայց Բոգդանը ինձ ժամանակ չտվեց մտածելու։ Սպասի շնորհակալություն հայտնել աղջիկս, նրա ձայնը դարձավ ել ավելի կոշտ, կտրելով նրանց էյֆորիան ինչպես սկալբելը։ Բանալիները միայն կեսգործն է, բնակարանը ձերն է, բայց որոշակի պայմաններով։ Նա մոտեցրեց նրանց թղթաբանակը փաստաթղթերով, որ Լիլիթը մինչ այդ անտեսում էր։ Սա ինչ է, նա արհամարհանքով բարձրացրեց թերթի անկյունը մանիկյուրով մատով։ Վարձակալության պայմանագիր, հստակ ասաց Բոգդանը։ Ուզում եք չափահաս կյանք, խնդրեմ, բնակարանը վարձակալությամբ է տրվում ձեզ։ Գինը շուկայական է առանց զեղչի հարազատության համար, $2000 ամսական գումարած կոմունալ վճարները, առաջին վճարը 3 ամսվա համար առաջ և գրավ գույքի համար, ընդհանուր $8000, վճարման ժամկետը 48 ժամ։ Սենյակում տիրած լռությունը լրիվ այլ էր, քան խոսակցության սկզբում, դա անհասկանալիության լռություն էր, որ անցնում էր նյարդային ծիծաղի։ Երեխաները նայեցին միմյանց և Դավիթը ձեռքով արեց ու ծիծաղեց։ Բավական է կատակել, ասաց նա նայելով աներոջը։ Ինչ պայմանագիր, ինչ 2000, հիմա մեզ մի քիչ դժվար է դրամով դու գիտես, մենք ամեն ինչ ներդրել ենք զարգացման մեջ։ Ինչ զարգացման, հանգիստ հարցրի ես մտնելով խոսակցության մեջ։ Արևտրի կենտրոնների և ռեստորանների զարգացման։ Լիլիթը աչքերը գլորեց, դեռ վստահ, որ սա ինչ-որ դաստիարակչական խաղ է։ Մի սկսեք նորից, հայրիկ, լուրջ եք, որտեղից մեզ հիմա 8000։ Թող դա գնա այն գումարների հաշվին, որ նա խոստացել էր շինարարության համար։ Ինչ տարբերություն որտեղ ապրել, տանը թե բնակարանում։ Գլխավորն այն է, որ գումարը ընտանիքում է մնում։ Նրանք անկեղծորեն չէին հասկանում։ Նրանց աշխարհայացքում Արամի գումարները բնական ռեսուրս էին, ինչպես օդը կամ արևի լույսը, որ պարզապես գոյություն ունի և պատկանում է նրանց ծննդյան իրավունքով։ Շինարարությունն ավարտվել է, ասացի ես ուղիղ նայելով որդուս, և ֆոնդն էլ ավարտվել է։ Ես փակեցի նախագիծը։ Դե փակում ես, հետո բացում ես, ձեռքով արեց Լիլիթը ոտքի կանգնելով և բանալիները թաքցնելով պայուսակի մեջ։ Լավ է, հասկացանք ձեր ակնարկը, ուզում եք, որ մենք պատասխանատու լինենք, մենք կստորագրենք այս թղթիկը, որ ձեզ հանգիստ լինի։ Դավիթը վաղը կփոխանցի գումարը քո հաշվից, և բոլորը գոհ կլինեն։ Գնանք, ես դեռ պետք է իրերը հավաքեմ, ես չեմ պատրաստվում էլ մեկ գիշեր հյուրանոցում անցկացնել։ Նրանք ստորագրեցին պայմանագիրը, առանց կարդալու, այն անփույթությամբ, որով ստորագրում են բացիկի վրա, և դուրս եկան տնից, վստահ իրենց անպատժելիության մեջ։ Նրանք գնում էին բանալիներով։ Զգալով իրենց հաղթողներ առանց կասկածելու, որ իրենց գրպանում ժամանակաչափով ռումբ է դիկտակում սահմանված 48 ժամի վրա։ Մենք Բոգդանի հետ մնացինք նստած խտացող մթնշաղի մեջ։ Նա մեզ ևս մեկական լցրեց, և ես տեսա, թե ինչպես են դողում նրա ձեռքերը։ Նրան, հորը, ով ամբողջ կյանքում փայփայել էր իր արքայադստերը, այս ներկայացումն ավելի ծանր էր ընկել, քան ինձ։ Նրանք չեն վճարի, հաստատեց նա։ Նրանք նույնիսկ չեն մտածի գումար փնտրելու մասին, նրանք կգան քեզ մոտ։ Գիտեմ, պատասխանեցի ես կրծքիս ծանրություն զգալով, և ահա այդ ժամանակ կփակվի թակարդը։ Հաջորդ առավոտյան մեխանիզմը գործի դրվեց։ Ես արթնացա նրանից, որ հեռախոսս պայթում էր Դավիթի զանգերից։ 10 բաց թողնված, 15։ Ես գիտեի, թե ինչ է կատարվում։ Հենց այս րոպեներին իմ որդին կանգնած է բանկոմատի կամ բանկի դրամարկղի մոտ, փորձելով գումար հանել այն քարտից, որ ես լրացրել էի 3 տարի։
Նա մուտքագրում է PIN կոդը վստահ ու հանգիստ։ Գուցե նույնիսկ քննարկում է Լիլիթի հետ, թե ինչ բազմոց գնեն նոր հյուրասենյակի համար, բայց փողերի շշուկի փոխարեն էկրանին տեսնում է սառը անհոգի գրություն։ Գործողությունը մերժված է, քարտը արգելափակված է։ Նա կրկին ու կրկին փորձում է, հետո զանգում է բանկ, որտեղ քաղաքավարի ձայնով ասում են, որ հաշվի տերը, այսինքն ես, հետ է վերցրել լիազորությունը եւ սառեցրել է բոլոր լրացուցիչ քարտերը։ Ես խողովակը չէի վերցնում։ Պատկերացնում էի, թե ինչպես է փոխվում նրա դեմքի արտահայտությունը՝ գրգռումից անհասկանալիության, հետո կպչուն սառը վախի։ Առաջին անգամ կյանքում նրա հետևում ապահովագրություն չկար։ Մոտավորապես կեսօրին, երբ հեռախոսը լռեց, իմ տան շեմին հայտնվեց առաքիչը։ Դա պաշտոնական ծանուցում էր, որ ես նախապես պատրաստել էի։ Փաթեթում ոչ թե ներողություններով նամակ էր, այլ պահանջ։ 2020-2023 թվականներին շինարարության համար թիրախային միջոցների օգտագործման ամբողջական ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու մասին։ Եվ ներքևում գրություն. չեկեր և կատարված աշխատանքների ակտեր չներկայացնելու դեպքում ցանկացած ֆինանսավորում դադարեցվում է։ Աղբյուրը չորացավ։ Երեկոյան ինձ զանգեց Բոգդանը։ Սկսվեց։ Կարճ նետեց նա խողովակի մեջ։ Լիլիթը զանգել էր հիստերիայի մեջ։ Գոռում է, որ դու խենթացել ես, որ դու գողացել ես նրանց գումարները։ Պահանջում է, որ ես միջամտեմ և տամ նրանց կանխիկ, որովհետև այդ ծեր մարազմատիկը արգելափակել է հաշիվները։ Ինչ պատասխանեցիր, հարցրի ես, թեև գիտեի պատասխանը։ Ասացի աղջիկս, մենք պայմանագիր ունենք, դու ստորագրել ես 2000 վարձավճար և 6 գրավ։ Ժամանակը գնում է, մնացել է 30 ժամ։ Նա խողովակը գցեց։ Ես հեռախոսը դրեցի սեղանին և նայեցի պատուհանից դեպի մութ դատարկ բակը։ Որևէ տեղ այնտեղ քաղաքում, շքեղ բնակարանում, որի համար նրանք չէին կարող վճարել, երկու չափահաս մարդիկ հիմա խուճապի մեջ էին շտապում, առաջին անգամ բախվելով իրականությանը, որտեղ հարմարավետության համար պետք է վճարել սեփական, ոչ թե ծնողական գումարներով։ Ինձ ափսոս էր նրանց համար, անխելք ափսոս։ Բայց հասկանում էի, եթե հիմա թուլություն ցույց տանք, եթե նետենք նրանց թեկուզ մեկ փրկարարողակ, նրանք երբեք չեն սովորի լողալ։ Սա իմ կյանքի ամենաերկար և ամենասարսափելի գիշերն էր։ Պառկած էի առանց քնելու և մտածում էի որդուս մասին, բայց ոչ այն մասին, ով 3 տարի ստում էր ինձ, այլ այն փոքրիկ տղայի մասին, որին ես ժամանակին սովորեցրել էի մուրճը պահել։ Կկարողանա արդյոք նա ներել ինձ։ Եվ ինչն է ավելի կարևոր, կկարողանա արդյոք նա ներել իրեն, երբ հասկանա, թե ինչի է վերածել իր կյանքը։ Ժամանակը անողոք տիկտակում էր, հաշվելով ժամերը մինչև այն պահը, երբ նրանց դուրս կշպրտեն դրախտից, որի մեջ այդքան ձգտել էին։ Բոգդանի կողմից սահմանված 48 ժամը վճարման համար սպառվեց ճիշտ ուրբաթ երեկոյան ժամը 18:00 էր։ Եվ ես նստած իմ դատարկ տան վերանդայում ֆիզիկապես զգում էի, թե ինչպես է փակվում թակարդը, որի մեջ մեր երեխաները մտել էին այդքան ինքնավստահ շպիտով։ Ինձ անհրաժեշտ չէր անձամբ ներկա լինել այնտեղ, որպեսզի իմանամ, թե ինչ է կատարվում։ Բոգդանը հավատարիմ իր խոսքին և կոշտ բիզնեսի սկզբունքներին միացրեց բարձրախոսը, երբ իրեն զանգեց այդ էլիտար համալիրի անվտանգության պետը։ Ես լսում էի այդ խոսակցությունը և ամեն բառից սառչում էի ներսում, բայց ստիպում էի ինձ լսել, հասկանալով, որ խղճահարությունն այժմ նրանց համար թույնը դառնա, ոչ թե դեղ։ Նրանք մինչև վերջ չէին հավատում, մտածելով, որ սա պարզապես դաստիարակաչական խաղի հերթական շրջան է, որ հայրիկը կվախեցնի և կների, ինչպես արել էր հարյուրավոր անգամ առաջ։ Երբ դրանը զանգեցին, Լիլիթը հավանաբար որոշեց, որ դա կուրյեր է, ներողություններով կամ ծաղիկներով, բայց շեմին կանգնած էին երկու ամուր տղամարդիկ համազգեստով և իրավաբանը նույն թղթապանակով, ինչ որ մեր սեղանի վրա էր 2 օր առաջ։ Իրավաբանի չոր զգացմունքազուրկ ձայնը, որ կարդում էր կապի պայմանագրերի դադարեցման մասին ծանուցումները չվճարման պատճառով, նրանց համար դարձավ իրականության առաջին իսկական հարվածը, որից չես կարող հրաժարվել քմահաճ չեմ ուզումով։ Նրանց տվեցին 1 ժամ հավաքվելու համար։ Պատկերացնում եմ, թե ինչպես է Լիլիթը շտապում սենյակներով, փորձելով իր անվերջ զգեստներն ու կոշիկները խցկել ճամպրուկների մեջ, ինչպես է գոռում Դավիթի վրա, պահանջելով, որ ինչ-որ բան անի։ Ինչպես է զանգում հորը, բայց նա պարզապես խողովակը չի վերցնում։ Սա ոչ միայն բնակարանից դուրս գալն էր, սա դրախտից արտաքսում էր, որում նրանք ապրում էին, առանց կասկածելու, թե որքան արժե մուտքի տոմսը։ Նրանք դուրս եկան փողոց, պայուսակների կույտով, նվաստացած, շփոթված, հարևանների հայացքների տակ, որոնց Լիլիթը 3 դեռ համարում էր հավասար։ Եվ մոտեցան մեքենային, իրենց կարգավիճակի վերջին հենարանին,
փայնուն սև կրոսովերին, որ Բոգդանը նվիրել էր դստերը հարսանիքի առթիվ։ Բայց այստեղ էլ նրանց սպասվում էր հարված, հաշվարկված եւ անողոք, ինչպես դիպուկահարի գրակոցը։ Դավիթը սեղմեց բրելոկի կոճակը, բայց մեքենան չպատասխանեց լուսարձակների ողջույնով։ Այն կանգնած էր մութ ու խուլ գոյակի պես։ Նույն վայրկյանին նրանց մոտեցավ Բոգդանի վարորդը, մարդը, ով Լիլիթին դպրոց էր տանում, եւ լուռ առանց աչքերի նայելու նստեց ղեկին, բացելով դուռը իր երկրորդ բանալիներով։ Ինչ ես անում, գոռաց Յուլիթը, պայուսակները ասֆալտի վրա գցելով։ Սա իմ մեքենան է։ Մեքենան գրանցված է ընկերության վրա, Լիլիթ, պատասխանեց վարորդը, եւ նրա ձայնում հնչում էր մեղավոր ամրություն, ստորագաս մարդու։ Բոգդանը հրահանգել է տրանսպորտային միջոցը հետ վերցնել ընկերության ավտոպարկ, արտադրական անհրաժեշտության պատճառով։ Նա գործարկեց շարժիչը եւ հեռացավ, թողնելով նրանց կանգնած մայթեզրին, էլիտար թաղամասի միջտեղում մոտքով, կույտով իրերով եւ դատարկ գրպաններով։ Այդ պահին, ինչպես հետո պատմեց վարորդը, Լիլիթը առաջին անգամ չգոռաց, այլ պարզապես իջավ իր ճամփրուկի վրա եւ ձեռքերով փակեց դեմքը, գիտակցելով, որ խաղն ավարտվել է եւ սկսվել է կյանքը։ Այսպես սկսվեց նրանց անկումը, կամ ինչպես ես հույս ունեի, նրանց վերելքը։ Կորցնելով էլիտար բնակարանն ու տրանսպորտը, նրանք ստիպված եղան տանիք փնտրել գլխին, գրպանում ունենալով միայն այն աննշան կանխիկ մնացորդը, որ Դավիթը հասցրել էր հանել քարտերի արգելակակումից առաջ։ Հյուրանոցի համար գումար չկար, ընկերներ, որոնք պատրաստ լինեին ընդունել խնդրահարույց զույգին, նույնպես չգտնվեցին։ Նրանց շրջապատը, որը բաղկացած էր նույնպես գեղեցիկ կյանքի սպառողներից, ակնթարթորեն գոլորիշացավ, հենց որ առաջացան խնդիրներ։ Նրանք վարձեցին մի սենյակ քաղաքի ամենահեռավոր ծայրամասում, հին պանելային 6 հարկանի շենքում, որտեղ միջանցքը հոտում էր խոնավությամբ, իսկ վերելակը չէր աշխատում դերանցյալ դարից։ Ես չեմ տեսել այդ բնակարանը, բայց ճանաչում եմ այդ թաղամասը։ Ես ինքս ժամանակին սկսել եմ կյանքը նման պայմաններում եւ գիտեի, թե ինչ շոկ կզգա իմ նուրբ հարսը, տեսնելով կեղտոտ պաստառներն ու կաթող ծորակը։ Նրանց համար դա դժոխք էր, իջնել դեպի դժոխք, որտեղ չկա սննդի առաքում, չկա մաքրություն։ Իսկ հարևանները չեն ողջունում, այլ խոժորված նայում են ոտքից գլուխ։ Նրանց ինքնուրույն կյանքի առաջին ամիսը դարձավ այն փայլուն նկարի քայքայման քրոնիկը, որ նրանք անվանում էին ընտանիք։ Առանց սովորական հարմարավետության, առանց գումարի ռեստորանների եւ զվարճանքների համար, փակված 4 պատերի մեջ, նրանք սկսեցին կրծել միմյանց, ինչպես հետապնդված գազանները։ Ես լսում էի դրա մասին ընդհանուր ծանոթներից, եւ սիրտս արյունով էր լցվում, բայց արգելում էի ինձ միջամտել։ Լիլիթը, զրկված լինելով ինքնահաստատման հնարավորությունից գնումների եւ գեղեցկության սրահների միջոցով, դուրս էր թափում զայրույթը Դավիթի վրա։ Նա պղծում էր նրան առավոտից մինչև գիշեր, անվանելով անհաջողակ, մայրիկի տղա, ոչնչություն, ով չի կարող կնոջը ապահովել արժանապատիվ կյանք։ Նրա սերը, որ այդքան վառ էր թվում հարուստ կյանքի դեկորացիաներում, ակնթարթորեն գոլորշիացավ։ Բավական էր հանել ֆինանսական սնուցումը, բացահայտելով տգեղ ճշմարտությունը։ Նա սիրում էր ոչ թե նրան, այլ այն հարմարավետությունը, որ նա իրեն տալիս էր իմ հաշվին։ Դավիթը առաջին անգամ բախվելով անհրաժեշտությանը հաշվել մակարոնի կոպեկները, անցավ խուլ պաշտպանության։ Նա պատասխանում էր, մեղադրում նրան ցուցադրական ծախսերում, հիշեցնում, որ հենց նրա պահանջներն են նրանց բերել այս փոսը։ Այն նույն թույլ կամքով տղան, որին ես ճանաչում էի, հանգամանքների ճնշման տակ սկսեց ցուցադրել ագրեսիա։ Դա ոչ թե տղամարդկային ուժ էր, այլ անօգնականության հիստերիա։ Գումարները կործանարար արագությամբ հալվում էին։ Նրանք վաճառեցին հեռախոսները, վերջին մոդելները, գնված վարկով, եւ գնեցին էժան զանգողներ որևէ կերպ դիմանալու համար։ Հետո գրավատանը հայտնվեցին Լիլիթի ոսկյա զարդերը, նույն այն, որոնցով նա այդքան հպարտանում էր։ Ամեն անգամ խանութ գնալը ուղեկցվում էր սկանդալներով եւ արդյունքներով, բայց քաղցը դաժան ուսուցիչ է, նա արագ կոտրում է հպարտությունը։ Երկրորդ ամսվա վերջին նրանք հասան գետին։ Սառնարանը դատարկ էր, բնակարանի վարձավճարի համար գումար չկար, իսկ տանտիրուհին, շուկայի կոպիտ կինը, արդեն սպառնում էր դուրս շպրտել նրանց փողոց։ Եվ ահա այդ ժամանակ նրանք կոտրվեցին։ Սառը անձրևոտ երեկո էր, երբ իմ դուռը թակեցին։ Ոչ թե զանգեցին, այլ հենց անվստահ, վախեցած թակեցին, կարծես վախենում էին, որ չեն բացի։ Ես գիտեի, որ նրանք կգան,
Մենք Բոգդանի հետ սպասում էինք այս պահին, ինչպես վիրաբույժները սպասում են հիվանդի ճգնաժամին, վիրահատություն սկսելու համար։ Բացեցի դուռը եւ տեսա նրանց, թաց, հյուծված, ինչ-որ անհետ-հետ, եղանակին չհամապատասխան թեթև հագուստով, որովհետև տաք իրերը մնացել էին այն մյուս կյանքում կամ վաճառվել էին։ Լիլիթը առանց դիմահարդարման գունատ ու հոգնած տեսք ուներ։ Աչքերի տակ ստվերներ էին ընկել եւ նրա հայացքում այլևս չկար այն ամբարտավանությունը, որով նա կարդում էր գրաֆիկա Անահիտի համար։ Դավիթը կանգնած էր գլուխը խոնարած, ձեռքերը թաքցրած անձրևանոցի գրպաններում եւ նրա ուսերը դողում էին ցրտից։ Հայրիկ, սեղմեց նա, եւ ձայնը խզված ու մրսած էր։ Մենք ոչ միտեղ չունենք գնալու, մեզ դուրս շպրտեցին, ոչինչ չկա ուտելու։ Այդ պահին ուզում էի լայն բացել դուռը, ներս քաշել նրանց ջերմության մեջ, կերակրել, տաքացնել, ասել, որ ամեն ինչ ավարտվեց։ Հայրական բնազգը գոռում էր. «Փրկիր», բայց ես նայեցի նրա ձեռքերին, մաքուր, սպիտակ, առանց մի կոշտուկի։ Մարդու ձեռքեր, ով 2 ամսվա ընկնելու ընթացքում երբեք չփորձեց աշխատանքով բռնվել եզրից, այլ միայն սպասեց հրաշքի։ Եվ հասկացա, դեռ վաղ է։ Եթե հիմա տամ նրանց ձուկ, նրանք ամբողջ կյանքում քաղցած կմնան։ Նրանց պետք է կարթը։ Թեկուզ այդ կարթը ծանր ու անհարմար լինի։ Մտեք միջանցք, չոր ասացի ես, 1 քայլ հետ անցնելով, բայց չհրավիրելով հյուրասենյակ։ Տաքացեք։ Նրանք մտան, թողնելով մաքուր հատակին թաց հետքեր եւ սեղմվելով միմյանց ինչպես ծեծված ձագեր։ 10 րոպե հետո եկավ Բոգդանը։ Նա մտավ ինչպես միշտ աղմկոտ, իր հետ բերելով թանկարժեք ծխախոտի եւ կաշվի հոտը։ Եվ այդ հաջողության հոտը նրանց համար դարձավ եւս մեկ հիշեցում այն մասին, ինչ էին կորցրել։ Ինչ տուրիստներ են, հարցրեց նա, նայելով նրանց խղճահարությամբ խառնված կոշտությամբ։ Քայլելեք։ Հաճելի էր չափահաս կյանքը։ Լիլիթը հեկեկաց եւ նետվեց հորը վրա, փորձելով գրկել նրան, թաքնվել վերարկուի մեջ, գտնել պաշտպանություն։ Հայրիկ, ներիր մեզ, լաց եղավ նա։ Մենք ամեն ինչ հասկացանք, այլևս չենք անելու։ Խնդրում եմ, տար մեզ այնտեղից։ Այնտեղ առնետներ կան, սարսափելի է։ Դուր մեզ գումար թեկուզ փոխարությամբ, ազնվոր են կվերադարձնենք։ Բոգդանը զգուշորեն, բայց ամուր հետ մղեց դստերը, պահելով նրան ուսերից երկար ձեռքերի հեռավորության վրա։ Գումար չեմ տա, ասաց նա, եւ այդ բառերը ընկան լռության մեջ, ինչպես քարեր, եւ արամն էլ չի տա։ Մենք փակեցինք բարեգործության խանութը։ Դավիթը բարձրացրեց ինձ վրա աչքերը, լի հուսահատությամբ։ Հայրիկ, բայց ինչպես ապրենք։ Մենք սովից կմեռնենք։ Միթե չես խղճում մեզ։ Խղճում եմ, պատասխանեցի ես, նայելով որդուս աչքերին։ Հետևաբար ես քեզ գումար չեմ տա, աշխատանք կտամ։ Ինչ աշխատանք, հույսով հարցրեց Դավիթը։ Վիրասենյակում։ Կարող եմ, արագ եմ սովորում։ Ոչ որդի, ոչ գրասենյակում։ Հիշում ես Միքայելին շինհրապարակի։ Ես նրա հետ պայմանավորվել եմ։ Վաղը ժամը 7-ին դուրս ես գալիս օբյեկտ, որպես մասնագետ առանց որակավորման։ Բետոն խառնել, աղյուսներ տանել եւ աղբ հավաքել այնտեղ, որտեղ ես սկսել եմ 30 տարի առաջ։ Աշխատավարձը կտորով, օրվա վերջում, որքան տանես, այդքան կուտես։ Դավիթը ավելի գունատվեց։ Հայրիկ, ես չեմ կարող, մեջքս, ես չեմ հաղթահարի։ Կհաղթահարես, կտրեցի ես, կամ սովից կմեռնես, ընտրությունը քոնն է։ Իսկ ինձ, հանգիստ հարցրեց Լիլիթը, սարսափով նայելով հորը։ Հայրիկ, դու ինձ շինհրապարակ չես ուղարկի։ Ոչ աղջիկս, ժպտաց Բոգդանը, բայց աչքերը սառը մնացին։ Շինհրապարակը կանացի գործ չէ։ Իմ ֆիրմայում բացվել է թափուր տեղ մաքրության ծառայությունում։ Ով չհասկացավ Լիլիթը։ Մաքրության մենեջեր, Մաքրուրի Լիլիթ։ Հատակ լվալ այն գրասենյակում, որտեղ դու սովորես թագուհու պես քայլել, փոշի սրբել աշխատակիցների սեղաններից, զուգարանները մաքրել, գրաֆիկը 8-ից մինչև 18, աշխատավարձը պետական դրիքաչափով։ Լիլիթը հետ քաշվեց, ինչպես հապտակից։ Դու կատակում ես, շշնջաց նա սպիտակած շուրթերով։ Ես չեմ անելու։ Ես չեմ լվալու հատակը ռեսեպշնի աղջկա առջև։ Սա ամոթ է։ Ամոթը մորը ծնկի դնելն է, կոշտ ընդհատեց նրան Բոգդանը։ Աշխատանքը չի ամոթացնում։ Չես ուզում, մի արա։ Փողոցը մեծ է, աղբարքերը շատ են։ Որոշիր հիմա։ Սա ճշմարտության պահներ։ Ես տեսնում էի, թե ինչպես է նրանց մեջ պայքարում փտած հպարտության մնացորդը եւ կենթանական վախը քաղցած փողոցի առջև։ Նրանք նայում էին միմյանց,
Եվ նրանց աչքերում ես կարդում էի հասկացողությունը։ Խաղերն ավարտվել են, ծնողները չեն կատակում, փրկարար օղակ չի լինի։ Պետք է ինքներս լողալ, թափահարելով սառը ջրում։ Ես համաձայն եմ, առաջինը հանձնվեց Դավիթը, գլուխը խոնարելով։ Տուշիլ հրապարակի հասցեն։ Լիլիթը 1 րոպե լուռ մնաց, շուրթերը կծելով մինչև արյուն։ Հետո առանց հորը նայելու գլխով արեց։ Լավ է, կդամ։ Մենք Բոգդանի հետ նայեցինք միմյանց։ Վիրահատության առաջին փուլն անցավ հաջողությամբ, բայց ամենադժվարն առջևում էր։ Կդիմանան նրանք այս մարաթոնին, չեն փախչի, չեն կոտրվի։ Որովհետև մեկ բան է համաձայնել հուսահատությունից, եւ բոլորովին այլ ժամը 5-ին վեր կենալ եւ գնալ մաքրելու օտար մարդկանց զուգարանները, երբ դու ինքդ քեզ համարում էիր արքայադուստր։ Առաջին 2 շաբաթը նրանց նոր կյանքը հիշեցնում էր թմրամոլի կոտրումը, ում հարկադրաբար զրկել էին սովորական դոզայից։ Միայն թմրանյութերի փոխարեն իմ երեխաներից խլել էին ծուլությունը եւ սեփական գերազանցության զգացումը։ Ես նրանց չէի տեսնում ամեն օր, բայց հաշվետվությունները, որ մենք Բոգդանի հետ ստանում էինք, ես պրոռաբից նա վարչատնտեսական բաժնի պետից, նկարում էին իսկական մաքրագործման պատկերներ, որոնց միջով նրանք անցնում էին։ Բջջային հեռախոսները լրում էին, եւ այդ լրությունը ավելի խոսուն էր, քան ցանկացած օգնության խնդրանք։ Նրանք հասկացել էին, որ բողոքելու տեղ չկա, եւ խնդրանքները օղորմության համար այլևս չեն աշխատում։ Միքայելը, իմ հին ընկերը, ինձ զանգում էր ամեն երեկո եւ խիստ ազնվորեն հաշվետվություն էր տալիս իմ որդու առաջընթացի մասին։ Ծանր է նրան Արամ ջան, ասում էր նա, եւ խողովակում լսվում էր քամու աղմուկը եւ հեռվից բետոնախառնիչի որոթը։ Առաջին 3 օրը նա ընդհանրապես ավելի շատ նստած էր, քան աշխատում։ Ձեռքերը 2 ժամում արյունոտվեցին, ձեռնոցները հանում էր մաշկի հետ միասին։ Իմ տղաները սկզբում ծիծաղում էին նրա վրա, անվանում բալետային, բայց նա պետք է արդարացիորեն ասեմ չփախավ։ Հեկեկում է, հայհոյում է, բայց սայլակը տանում է։ Ես լսում էի դա նստած մուտք հողանոցում եւ սեղմում էի բռունցքներս այնպես, որ եղունգները խրվում էին ափերի մեջ։ Ուզում էի հենց հիմա թռչել այնտեղ, բերել նրան կոշտուկների քսուկ, գնել նորմալ կոշիկներ այն մոդայինի փոխարեն, որոնք երկրորդ օրը քայքայվել էին, ասել բավական է որդի, դու ամեն ինչ ապացուցեցիր։ Բայց գիտեի, որ եթե հիմա ցույց տամ թուլություն, նա հավիտյան կմնա այդ բալետայինը, ով առաջին դժվարության դեպքում թաքնվում է հայրիկի մեջքի հետևում։ Նրան պետք էր անցնել այդ ցավի միջով, որպիսի հասկանա այն հիմքի գինը, որն այդքան անփույթ թողել էր իմ հողամասում։ Մի օր չդիմանալով ես ինքս գնացի շինհրապարակ, բայց չմտա տարածք, կանգնեցրի մեքենան ցանկապատի հետևում, նրբանցքում, որտեղից երևում էր բեռնաթափման հատվածը։ Անմիջապես տեսա նրան, իմ Դավիթը, միշտ այդպես փայլուն, թանկ օծանելիքի հոտով, հիմա կանգնած էր ծնկներով կեղտոտ ջրի մեջ եւ մաքրում էր բետոնախառնիչի մնացորդները։ Նա շարժվում էր ծանր, անջկուն, ամեն շարժում տրվում էր ուժով, բայց նա չէր կանգնում։ Տեսա, թե ինչպես կանգ առավ, կեղտոտ թևով սրբեց քրտինքը ճակատից, եւ այդ ժեստում այնքան հոգնածություն ու անհույսություն կար, որ շունչս կտրվեց։ Նա կոտրված էր, ջախջախված, բայց կանգնած էր ոտքերի վրա։ Լիլիթի գործերը ոչ ավելի լավ էին, իսկ բարոյապես գուցե ավելի ծանր։ Բոգդանը պատմում էր ինձ, որ առաջին օրը նա կես ժամ կանգնած էր մաքրության բաժնի դրան առջև, չկարողանալով հագնել կապույտ մաքրուհու խալաթը։ Նրա համար, ով սովոր էր համարել իրեն էլիտա, այդ համազգեստը հագնելը հավասար էր հանրային ոչնչացման։ Բայց քաղցը քերի չէ, եւ նրանց վարձով բնակարանում այդ ժամանակ հավանաբար արդեն մկները կախվել էին սովից։ Նա դուրս եկավ միջանցք, դույլով ու շվաբրայով, աչքերը հատակին խոնարած, փորձելով դառնալ անտեսանելի։ Բայց գրասենյակում, որտեղ նախկինում փայլում էր կորպորատիվներին, անտեսանելի դառնալ անհնար էր։ Ամենասարսափելի փորձությունն իր համար ոչ թե կեղտոտ հատակներն էին կամ քլորի հոտը, որից սկսվել էր ալերգիա, այլ մարդիկ, նույն այն մարդիկ, որոնց նախկինում չէր նկատում կամ արհամարհում էր։ Սվետան, որին Լիլիթը մի անգամ անվանել էր սպասարկող անձնակազմ, հիմա ցուցադրաբար բարձրացնում էր ոտքերը, երբ Լիլիթը լվանում էր հատակը սեղանի տակ, եւ բարձրաձայն հեռախոսով քննարկում էր նոր մանիկյուրը։
Աշխատակիցները, որոնք նախկինում շողոխորթում էին տնօրենի դստերը, հիմա աչքերը շրջում էին կամ նայում էին արհամարանքով խառնված խղճահարությամբ։ Նա ամեն ընդմիջմանը լաց է լինում զուգարանում, ասում էր Բոգդանը, և ձայնը դողում էր։ Գայանեն արդեն ամբողջ ուղեղս դուրս է հանել, ասում է ես սադիստ եմ, որ ծաղրում եմ աղջիկաս։ Իսկ ես նայում եմ տեսախցիկներով, լվանում է, Արամ վատ է լվանում, գծեր է թողնում, բայց լվանում է։ Երեկ նույնիսկ ծամոնը հատակից կես ժամ էր պոկում, եղունգները բոլորը կոտրել է, բայց պոկել է։ Երեկոներին վերադառնալով իրենց անհարմար մի սենյականը, նրանք հավանաբար անզոր ընկնում էին։ Հաճախ պատկերացնում էի այդ երեկոներն ինձ։ Նախկինում նրանք կգնային ռեստորան կամ կպատվիրեին սուշի, քննարկելով արձակուրդի պլանները։ Իսկ հիմա նստած էին ծակծկված բազմոցին, հաշվում էին Դավիթի վաստակած մանր դրամները, որովհետև նրա աշխատավարձը ամենօրյա էր կտորով, եւ որոշում էին ինչ գնել՝ ակցիայով պելմենի, թե մեջքի դեղեր։ Հենց այդ ամիսներին այդ կեղտի ու անհույսության մեջ նրանց միջև սկսվեց ինչ-որ կարևոր բան, որ չկար նրանց հագեցած կյանքում, անհետացան փոխադարձ պահանջները։ Երբ ոտքերից ընկնում ես հոգնածությունից, ուժ չունես ամուսնուն պղծելու, որ քիչ է վաստակում, եթե ինքդ նոր ես մաքրել զուգարանները։ Երբ ընթրիքը երկուսիդ համար մեկ տուփ մակարոն է, դուք չեք բաժանում այն պարզելով, թե ով ավելի արժանի, այլ պարզապես լուր ուտում եք ուս-ուսի։ Ընդհանուր վիշտն ու ընդհանուր թշնամին, դաժան իրականության դեմքով, նրանց ավելի սերտեցրին, քան անհոգ մակաբուծության տարիները։ Ճեղքման պահը, որի մասին հետո պատմեց Դավիթը, տեղի ունեցավ նոյեմբերի վերջին, երբ ընկավ առաջին խոնավ ձյունը։ Այդ օրը շին հրապարակում ավրալ էր, ծածկում էին հատակի սալերը, եւ Դավիթը 12 ժամ անընդմեջ աշխատեց ծակող քամու մեջ։ Նա ստացավ ձեռքը 5000 դրամ, գումար, որ նախկինում ծախսում էր սուրճի եւ դեսերտի վրա, առանց մտածելու։ Նա գնում էր տուն, գրպանում սեղմելով այդ թղթադրամները, սառած մինչև ոսկորները, եւ մտածում էր միայն ընկնելու եւ վերջ գնալու մասին։ Անցնելով հացաբուլկեղենի խանութի վիտրինի կողքով տեսավ տորթը։ Սովորական Նապոլեոն, որ Լիլիթը ժամանակին սիրում էր, բայց միշտ հրաժարվում էր դիետայի պատճառով։ Նա կանգ առավ։ 5000-ը 3 օրվա սնունդ էր, բայց նա հիշեց, որ այսօր նրանց փոքրիկ տարեդարձն է, ծանոթության 5 տարի։ Տարեդարձ, որ նախկին կյանքում կհիշեին Փարիզում կամ Հռոմում, իսկ հիմա երկուսն էլ մոռացել էին։ Դավիթը մտավ եւ գնեց այդ տորթը, ու մեկ ամենագեղեցիկ վարդը ծաղկի կրպակում, ծախսելով ամեն ինչ մինչև վերջ։ Երբ եկավ տուն, Լիլիթը նստած էր հատակին, լոգարանում, եւ փորձում էր սառը ջրով լվանալ իր աշխատանքային խալաթը։ Տաք ջուրը անջատել էին, չվճարման համար։ Նրա ձեռքերը կարմիր էին, ուռած ջրից ու քիմիայից։ Մազերը հավաքված էին անխնամ պոչով։ Նա բարձրացրեց նրա վրա աչքերը, լի արցունքներով ու հոգնածությամբ, պատրաստ լինելով ասել, որ սնունդ չկա։ Իսկ նա լուր երկարեց վարդը եւ դրեց տորթի տուփը լվացքի մեքենայի վրա։ Շնորհավոր տոնդ, արքայադուստր, խզված ձայնով ասաց նա։ Եվ Լիլիթը նույն այդ երկաթեթի կինը, ով սկանդալներ էր կազմակերպում վարագույնների սխալ երանգի պատճառով, հանկարծ լաց եղավ, ոչ թե հիստերիկ, ինչպես նախկինում, այլ հանգիստ, թաքնվելով նրա կեղտոտ վերարկուի մեջ։ Նրանք նստած էին հատակին, մութ լոգարանում, ուտում էին տորթը ուղիղ ձեռքերով, կրեմով կեղտոտվելով, եւ առաջին անգամ երկար ժամանակ ծիծաղում էին արցունքների միջով, մկանների ցավի միջով։ Բայց դա ապրող մարդկանց ծիծաղ էր, ովքեր հանկարծ հասկացան, որ իրենք ունեն միմյանց։ Եվ սա պարզվում է ավելի կարևոր է Արամի գումարներից եւ Բոգդանի կապերից։ Այդ երեկո, ինչպես հետո խոստովանեց Դավիթը, նա առաջին անգամ իրեն կղամարդ զգաց, ոչ թե թանկարժեք մեքենա ունենալու պատճառով, այլ որովհետև կարողացավ, չնայած դժոխային հոգնածությանը, ուրախություն բերել իր կնոջը, վաստակելով այն սեփական մեջքով։ Իսկ հաջորդ օրը տեղի ունեցավ այն, ինչից ես վախենում էի եւ միաժամանակ սպասում էի։ Անահիտը վերադարձավ։ Մենք Բոգդանի հետ հատուկ երկարացրել էինք, հորինել էինք ինչ-որ լրացուցիչ ընթացակարգեր, միայն թե հետաձգել այդ պահը։ Բայց հավերժ մայրերին անտեղյակ պահել անհնար էր։ Նա մտավ տուն, թարմացած, հանգստացած, այտերին կարմրությունով, բայց աչքերը անմիջապես սկսեցին փնտրել երեխաներին։ Արամ ջան, իսկ որտեղ են նրանք, հարցրեց նա, դեռ չհանելով վերարկուն։ Ինչու է այդպես լուռ։ Նրանք ինչ իսկապես տեղափոխվել են այն տունը, որ դու կառուցում էիր։ Ստիպված եղա պատմել նրան ամեն ինչ, առանց թաքցնելու, առանց մեղմացնելու անկյունները։ Պատմեցի բնակարանի, պարտքերի, շինհրապարակի մասին։
Սպասում էի գոռոցների, ուշագնացության, կոշտության մեղադրանքների։ Պատրաստվում էի, որ նա հիմա կհավաքի սննդի պայուսակներ եւ կվազի փրկելու նրանց։ Բայց Անահիտը լուռ էր։ Նա նստած էր աթոռին, գունատ, ինչպես կտավ, եւ լսում էր։ Եվ երբ ավարտեցի, նա տվեց միայն մեկ հարց, որից մաշկիս վրա մորմոքներ վազեցին։ Նրանք մեզ ատում են, հանգիստ հարցրեց նա։ Չգիտեմ, Անահիտ, ազնվորեն պատասխանեցի ես։ Գուցե, բայց հիմա առնվազն սկսել են հարգել իրենց։ Ուզում եմ տեսնել նրանց, ամուր ասաց նա, ոտքի կանգնելով։ Ոչ հոգնելու, պարզապես տեսնելու։ Ոչ հիմա, կանգնեցրի ես նրան։ Դեռ վաղ է։ Եթե հիմա գաս, դու կկոտրվես, եւ նրանք կկոտրվեն։ Տուր նրանց ժամանակ մինչև նոր տարի։ Հավատա ինձ, դա պետք է։ Նա հնազանդվեց, որովհետև առաջին անգամ երկար տարիներ շարունակ տեսավ ինձ ոչ միայն որպես ամուսին դրան վաստակողի, այլ որպես այն Արամին, որի համար ամուսնացել էր, տղամարդու, ով գիտի, թե ուր է տանում ընտանիքը։ Բայց ես տեսնում էի, թե որքան է ցավում նրան։ Ամեն կտոր ընթրիքի ժամանակ կոկորթով էր կանգնում, որովհետև մտածում էր, արդյոք նրանք այսօր կերել են։ Ձմեռը մտնում էր իր իրավունքների մեջ, դյունավ ծածկելով մեր տները եւ նրանց անհարմար պանելյան շենքը։ Մոտենում էր նոր տարին, հրաշքների եւ ներողության ժամանակը։ Մենք Բոգդանի հետ հասկանում էինք, որ փորձը մոտենում է ավարտին։ Երեխաները չփախան, չխմեցին, չգնացին գողություն անելու։ Նրանք գոյատևեցին, բայց գլխավոր քննությունը դեռ առջևում էր։ Մեզ պետք էր հասկանալ, արդյոք նրանք փոխվել են ներսից, թե դա պարզապես բանդարկյալների հանդարտությունը, որոնք սպասում են ամնիստիայի։ Դեկտեմբերի 31-ը այդ տարի ձյունոտ ու կծու էր։ Կարծես բնությունը որոշել էր վերջնականապես սպիտակ սավանով ծածկել ամեն ինչ մենք ապրել էինք այս կես տարվա ընթացքում։ Երեխաները չփախան, չխմեցին, չգնացին գողություն անելու։ Նրանք գոյատևեցին, բայց գլխավոր քննությունը դեռ առջևում էր։ Մեզ պետք էր հասկանալ, արդյոք նրանք փոխվել են ներսից, թե դա պարզապես բանդարկյալների հանդարտությունը, որոնք սպասում են ամնիստիայի։ Դեկտեմբերի 31-ը այդ տարի ձյունոտ ու կծու էր։ Կարծես բնությունը որոշել էր վերջնականապես սպիտակ սավանով ծածկել ամեն ինչ մենք ապրել էինք այս կես տարվա ընթացքում։ Տանը ընկած էր սոչու եւ մանդարինի, հոտեր, որոնք մանկությունից խոստանում էին հրաշք։ Բայց այս անգամ տոնական եռուզեղը թվում էր ինձ ձգված, ինչպես վատ դերասանի դեմքին կեղծ ժպիտը։ Անահիտը առավոտից խառնաշփոթ էր խոհանոցում, կտրատելով աղցաններ արդյունաբերական մասշտաբներով։ Թեև սեղանի շուրջ պլանավորված էր ընդամենը 4-ը։ Մենք նրա հետ ու Բոգդանը Գայանեի հետ։ Ես տեսնում էի, թե ինչպես է նա անընդհատ կանգ առնում դանակը ձեռքին, նայելով դարպասին, եւ ինչպես է դողում ամեն հեռախոսազանգից, հույս ունենալով լսել այն ձայները, որոնց մենք դուրս էինք գրել մեր առօրյայից, բայց ոչ սրտից։ Մենք չէինք հրավիրել նրանց։ Սա մեր Բոգդանի հետ կոշտ համաձայնության մասն էր։ Եթե ուզում են վերադառնալ ընտանիք, պետք է ինքները գան։ Եվ ոչ գումարի համար, այլ ներողության։ Բայց որքան մոտենում էր երեկոն, այնքան ավելի ծանր էր դառնում քարն իմ կրծքին։ Եվ ես բռնում էի ինձ մտքի վրա, որ գուցե մենք չափից դուրս ենք գնացել, որ նրանք հիմա նստած են իրենց սառը սենյակում, զայրացած ու մենակ, եւ անիծում են մեզ ժամացույցի զանգերի տակ։ Երեկոյան ժամը 18:00-ին, երբ մտնեշաղն արդեն խտացել էր մանուշակագույն խավարի մեջ, Բակ մտավ Բոգդանի մեքենան։ Նա դուրս եկավ, քարշ տալով հսկայական զամբյուղը դելիկատեսներով, բարձրաձայն ու կարմրած ցրտից, բայց նրա աչքերում ես տեսա նույն անհանգստությունը, որ ապրում էր ինձ մեջ։ Գայանեն սովորաբար աղմկոտ անցավ տուն լուռ, գրկեց Անահիտին, եւ նրանք անմիջապես գնացին խոհանոց լաց լինելու, մինչ մենք Բոգդանի հետ լցնում էինք առաջինը տաքանալու համար։ Չեն գա, մռայլ ասաց Բոգդանը նայելով իր արտացոլանքին մութ պատուհանում։ Հպարտություն թե ամոթ։ Լիլիթը 3 տարեկան հաշվետվություն էր ուղարկել ինձ։ Գիտես թե ինչ է գրել վերջում։ Շնորհակալություն դասի համար, հայրիկ, եւ տխուր սմայլիկ։ Գրեթե լաց եղա գրասենյակում։ Կգան, ասացի ես, թեև վստահություն չկար։ Եթե ինչ որ բան հասկացել են, կգան։ Եվ նրանք եկան,
Դռան զանգը հնչեց ոչ պահանջկոտ, ինչպես նախկինում, այլ կարճ ու անվստահ։ Անահիտը գցեց սրբիչը, իսկ մենք Բոգդանի հետ նայեցինք միմյանց եւ առանց համաձայնեցնելու ոտքի ելանք։ Ես գնացի բացելու, զգալով թե ինչպես է սիրտս բաբախում։ Աստիճանավանդակին ձյունով շաղված կանգնած էին Դավիթն ու Լիլիթը։ Առաջինը, ինչը գրավեց իմ ուշադրությունը, նրանց հագուստն էր։ Իտալական մոդայիկ բաճկոնների եւ բրենդային կոշիկների փոխարեն պարզ ամուր շուկայական բաճկոններ, որոնք կրում են սովորական աշխատավորները, եւ գլխարկներ մինչև հոնքերը քաշված։ Դավիթը նիհարել էր։ Նրա դեմքը, որ նախկինում ուրած էր անհոգ կյանքից, հյուծված ու սրածայր էր դարձել։ Այտերին դուրս էր եկել կոշտ մորուքը։ Լիլիթից չէր մնացել նախկին փայլուն տիկնիկի հետքը, առանց դիմահարդարման, պարզ պոչով, կարմիր ցրտից ձեռքերով։ Նա ավելի մեծ տեսք ուներ, բայց միաժամանակ ավելի կենդանի ու իրական։ Նրանք ձեռքերում չունեին իրերի պայուսակներ, որոնք հուշեին վերադարձի մասին։ Դավիթի ձեռքում միայն համեստ խրիզանդեմների ծաղկեփունջ էր, թերթով փաթաթված, որպեսի չսառչի, եւ փոքրիկ տորթի տուփ, նույն այն սովորական հացաբուլկեղենից։ «Կարելի է?» հանգիստ հարցրեց որդին եւ ձայնը դողաց։ Ես լուր հետ քաշվեցի, թողնելով նրանց անցնել ջերմության մեջ։ Նրանք մտան հյուրասենյակ, որտեղ սառել էին մայրերը եւ տիրեց լռություն, այնպիսի խիտ, որ թվում էր կարելի է դանակով կտրել։ Դավիթը շրջեց հայացքով սենյակը, այս սեղանը, ծնողների տոնացարը, կարծես առաջին անգամ տեսնում էր կամ վերադարձել էր երկար սարսափելի գերությունից։ Նա դանդաղ հանվեց զգուշորեն, սովորությունից, որ նախկինում չուներ, կախեց բաճկոնը կախիչին եւ օգնեց Լիլիթին հանվել։ Նկատեցի, թե որքան զգուշորեն արեց դա, եւ ինչպես է նա շնորհակալորեն դիպչում նրա ձեռքին, նույն այն ձեռքին, որ հիմա կոպիտ ու մուկ էր ցեմենտի փաշուց։ Նրանք անցան սենյակի կենտրոն։ Դավիթը մոտեցավ մորը, բայց չնետվեց գրկելու, ինչպես անում էր մանկությանը, երբ ուզում էր ներողություն խնդրել։ Նա ծնկի իջավ նրա առջև։ Սա թատերական ժեստ չէր, հանդիսատեսի համար հաշվարկված։ Սա ծանր, գիտակցված շարժում էր մարդու, ով ծանրաբեռնված է մեղքի տակ։ Սենյակում այնպես լուր դարձավ, որ լսվում էր պատի ժամացույցի տիկ-տակը։ «Մամ», ասաց նա, նայելով նրան աչքերին ներքևից վերև, եւ ես տեսա, թե ինչպես է նրա այտով այդ կոշտ մորուքի վրայով սահում արցունքը։ «Ներիր ինձ, ոչ գումարի համար, թքած գումարի վրա։ Ներիր, որ թույլ տվեցի քեզ լվանալ այդ հատակը։ Միայն հիմա հասկացա, երբ մեջքս կոտրվում է ու ձեռքերս չեն ուղվում։ Հասկացա, թե ինչ դժոխք է դա։ Իսկ ես ծիծաղում էի, ասում էի, սա ֆիթնես է»։ Անահիտը ձեռքով փակեց բերանը, զսպելով հեկեկոցները, եւ նրա ուսերը դողացին։ «Ներիր ինձ, մամա», կրկնեց նա, վերցնելով նրա ձեռքերը, նույն այն ձեռքերը, որոնք ստիպում էր արդուկել իր վերնաշապիկները, եւ ճակատը սեղմելով դրանց։ Ես սրիկա էի, չգիտեմ ինչպես ես դիմանում ինձ։ Լիլիթը կանգնած էր կողքին, գլուխը խոնարհած։ Նրա ուսերը դողում էին։ Նա ծնկի չիջավ, բայց արեց այն, ինչից ես երբեք չէի սպասում նրանից։ Նա մոտեցավ Գայանեին, իր մորը, որին միշտ համարում էր անտեղի, եւ ամուր հուսահատ գրկեց նրան, քիթը թաքցնելով ուսին։ «Մամ», շշնջեց նա, որպեսի բոլորս լսենք, «որքան եմ հոգնել»։ Նայելով այս տեսարանին իմ որդուն, որ ծնկի է իջել, նրա արունոտված մատների հոտերին, որոնք սեղմում են մոր ափերը, ես զգացի, թե ինչպես է ներսում ինչ-որ բան պոկվում։ Զայրույթն անցավ, լուծվեց առանց մնացորդի, բայց դրա տեղը եկավ սուր, սրտաճմլիկ խղճահարություն եւ կասկածներ։ Գրեք ինձ հիմա ազնվորեն մեկնաբանություններում, նայելով իմ որդու արդյունքներին, ինչպես եք կարծում, արժե՞լ արդյոք մեզ, հայրերիս, նրանց անցկացնել այդ դժոխքի միջով եւ կոտրել նրանց հպարտությունը ծնկի վրա, հանուն այս ճշմարտության պահի, թե մենք այնուամենայնիվ անցանք ծնողական դաժանության սահմանը։ Անահիտը չդիմացավ, նա իջավ հատակին որդու կողքին, գրկեց նրա գլուխը եւ բարձրաձայն լաց եղավ, շոյելով նրա կոշտ մազերը։ «Դավիթ, որդի, ինչ ես անում, ամեն ինչ լավ է, դուք վերադարձաք»։ Բոգդանը քթով շնչեց եւ շրջվեց դեպի պատուհանը, ձևացնելով, թե նայում է ձնահալին, բայց ես տեսա, թե ինչպես է նա գաղտագողի սրբում աչքերը։ Մոտեցա որդուս,
Ծանր ձեռքս դրի նրա ուսին եւ սեղմեցի։ Վեր կաց, ասացի խզված ձայնով, պետք չէ հատակը սրբել, մայրդ նոր է մաքրել։ Դավիթը ոտքի ելավ, դեմքը սրբելով սվիտերի թևով։ Նա նայեց ինձ ուղիղ, բաց, առանց այն վազող շողոքորթ հայացքի, որն այդքան ատում էի վերջին տարիներին։ Սա տղամարդու հայացք էր, ով գիտի իր սխալների գինը եւ պատրաստ է պատասխանատվություն կրել դրանց համար։ Հայրիկ, ամուր ասաց նա, մենք ոչ գումարի, ոչ ապրելու խնդրանքով եկանք։ Պարզապես ուզում էինք շնորհավորել եւ ասել, որ կհաղթահարենք։ Միքայելը խոստացել է գարնանից բրիգադիր դնել, իսկ Լիլիթին բարձրացրել են, նա հիմա հարկի ադմինիստրատոր է։ Ավակ ադմինիստրատոր, հանգիստ ուղեց Լիլիթը բարձրացնելով լացած դեմքը եւ փորձելով ժպտալ։ Հայրիկ, քո գրասենյակում քիմիայի գնումների հետ խառնաշփոթ էր։ Ես այնտեղ կարգի եմ բերել, հաշվարկները վերահաշվել եմ։ Բոգդանը շրջվեց դեպի մեզ, լայն կողունակ ժպիտով։ Հաշվարկները վերահաշվել է։ Տեսնում ես, իմ դպրոցը։ Ինչի ենք կանգնել, ինչպես հուղարկավորությանը։ Նոր տարին 5 ժամ հետո է։ Եկեք սեղանի շուրջ, աշխատավորներ։ Այդ երեկո սեղանի շուրջ չկային կենացներ հաջողության համար եւ խոսակցություններ բրենդերի մասին։ Մենք նստած էինք որպես սովորական ընտանիք։ Դավիթը մորը աղցան էր դնում։ Լիլիթը օգնում էր կայանեին փոխել ափսեները։ Ինքն իրեն, առանց հիշեցումների եւ աչքերի գլորումների։ Նրանք ուտում էին ագահորեն, ախորժակով մարդկանց, ովքեր գիտեն, թե ինչ է դատարկ սառնարանը, բայց նրանց շարժումներում հայտնվել էր արժանապատվություն։ Մոտ կեսգիշերին, երբ դուրս եկանք բակ հրավառություն արձակելու, ես Դավիթին կողք քաշեցի դեպի այն տեղը, որտեղ ցանկապատի հետևում մտնում էր լքված հիմքը։ Ձյունը ծածկել էր բետոնե բլոկները փափուկ գլխակներով, վերածելով երկարաշինությունը տարօրինակ ձմռային լանդշաֆտի։ Ինչ է շինարար, հարցրի ես գլխով ցույց տալով հողամասը։ Ինչ անենք սրա հետ։ Թաղենք։ Դավիթը նայեց հիմքիս, հետո իր ձեռքերին, հետո տան պատուհաններին, որտեղ Լիլիթը ծիծաղում էր Բոգդանի կատակի վրա։ Ինչու թաղել։ Լուրջ պատասխանեց նա։ Բետոնը լավն է, դիմացել է։ Արմատուրան իհարկե ժանգոտվել է, մաքրել է պետք։ Հայրիկ, ես գումար չեմ խնդրում։ Գիտեմ, որ ես ամեն ինչ փչացրի, բայց եթե թույլ տաս, ես ինքս կավարտեմ։ Հիմա կարող եմ։ Դանդաղ կրինի իհարկե, աշխատավարձից շատ չես խնայի, բայց իմ ձեռքերով կկառուցեմ։ Ես նայում էի նրան եւ հասկանում էի, նա չի ստում։ Նրա մեջ այլևս չկար ամեն ինչ միանգամից ստանալու ցանկություն։ Նա պատրաստ էր կառուցել աղյուս առ աղյուս, օր առ օր։ Թույլ կտամ, գլխով արեցի ես, գրպանիցս հանելով ծխախոտի տուփը, բայց մեկ պայմանով։ Ինչ պայման, լարվեց նա։ Նախագիծը կփոխենք, կհանենք այդ աշտարակները եւ կիսահեկտար վերանդաները։ Տունը պետք է լինի այնպիսին, որ դու ինքդ կարողանաս պահպանել այն, ոչ թե իմ կենսաթոշակի վրա հույս դնելով։ Կհասցնես։ Կհասցնեմ, ժպտաց նա, եւ այդ ժպիտում ես առաջին անգամ տեսա այն տղայի գծերը, որով ժամանակին հպարտանում էի։ Կհասցնենք եւ կքաշենք։ Մենք կանգնած էինք խավարում, հայր եւ որդի, եւ նայում էինք, թե ինչպես են երկնքում ծաղկում հրավառության լույսերը։ Զգում էի, թե ինչպես է ցուրտը խայթում այտերս, բայց ներսում ջերմություն կար։ Հասկանում էի, որ ամենասարսափելին անցել է։ Մենք կոտրեցինք նրանց, այո, բայց մենք կոտրեցինք սխալ կերպով միացած ոսկորները, որպիսի նորից հավաքենք դրանք, հարթ եւ ամուր։ Հիմա նրանք կկարողանան ինքնուրույն քայլել։ Այդ նոր տարվա գիշերից անցել է կես տարի։ Ես նստած եմ մեր հին վերանդայում, խաղողի որդատունկի ստվերում, որը այս տարիներին ընթացքում այնքան է տարածվել, որ գրեթե փակում է հարևան հողամասի տեսարանը։ Բայց ինձ պետք չէ անընդհատ նայել այնտեղ, որպեսզի իմանամ, թե ինչ է կատարվում։ Մետաղի ռիթմիկ խուլ հարվածը աղյուսի վրա եւ ավազի շշուկը դարձել են իմ համար այս ամառվա լավագույն երաժշտությունը։ Այնտեղ, նույն այդ տեղում, որտեղ ձմռանը դեռ ցցված էին լքված հիմքի տեգեղատամները, հիմա պատեր են բարձրանում։ Ոչ թե վիրտուալ, իմ փոխանցումներով վճարված, այլ իսկական, կոպիտ, որոշ տեղերում կոր, բայց բացարձակապես իրական։
Ամեն առավոտը սկսվում է նույն կերպ։ Ճիշտ ժամը 7-ին ճռռում է դարպասը եւ հայտնվում են նրանք՝ Դավիթն ու Լիլիթը, գունատված աշխատանքային կոմբինեզոններով, որոնք հիմա կրում են նույն բնականությամբ, ինչ նախկինում բրենդային շորերը։ Հաճախ գաղտագողի դիտում եմ նրանց, փորձելով չխառնվել խորհուրդներով, մինչև չխնդրեն։ Թեև իմ ներքին պրոռաբը երբեմն պարզապես գոռում է, տեսնելով, թե ինչպես է Դավիթը անճկուն պահում մալլա, կամ չափից ավելի խիտ է խառնում լուծույթը։ Բայց ես լուռ եմ, գծում եմ լեզուս եւ գնում տուն, որովհետեւ հասկանում եմ, հիմա այնտեղ արևի տակ կառուցվում է ոչ միայն տուն։ Այնտեղ կարծրանում է իմ որդու ողնաշարը, ով վերջապես սովորում է կրել սեփական կյանքի ծանրությունը։ Նա այլևս այն բալետայինը չէ, ինչպես անվանում էին նրան շինհրապարակի տղաները։ Նրա ձեռքերը կոպտացել են եւ ծածկվել են վերքերով, իսկ մեջքը, որի վրա նախկինում բողոքում էր ամենափոքր բեռից, հիմա անխոստանում է սոսնձի պարքեր։ Բայց ամենաշատը ինձ զարմացնում է Լիլիթը։ Թվում է ինչու է նրան, փխրուն կնոջը, պետք լինել շինհրապարակում, փոշի կուլ տալ եւ կոտրել եղունգները, երբ կարող էր պարզապես սպասել ամուսնուն տանը։ Բայց նա այստեղ է ամեն օր։ Պատեր իհարկե չի դնում, բայց անում է այդ անտեսանելի սև աշխատանքը, առանց որի շինարարությունը կկանգնի։ Ջուր է բելում, դույլում խառնում է սոսինձը միքսերով, երկու ձեռքով պահելով, որպեսզի չպոկվի, բլոկներ է մատակարարում։ Հիշում եմ, թե ինչպես մեկ շաբաթ առաջ, երբ բերեցին մանիպուլյատոր աղյուսներով, վարորդը ձգձգեց բեռնաթափումը, եւ Լիլիթը, այդ նախկին արքայադուստրը, հագավ բրեզենտե ձեռնոցներ եւ կանգնեց շղթայում Դավիթի հետ, ընդունելով ծանր փաթեթները։ Երեք չդիմացա եւ մոտեցա նրանց ընդմիջման ժամանակ։ Նրանք նստած էին ուղիղ հողի վրա, անավարտ պատի ստվերում, գցած ինչ-որ թերթ։ Դավիթը ագահորեն խմում էր ջուր պլաստիկ շշից, գլուխը հետ գցած, եւ կաթիլները սահում էին նրա կեղտոտ արևայրուքով պարանոցով, թողնելով բաց գծեր փոշոտ մաշկի վրա։ Լիլիթը ուսը հենած նրա ուսին, ծամում էր բուտերբրոդը, որ բերել էր իր հետ տարայի մեջ, եւ նրա դեմքին առանց կոսմետիկայի, այտին մուրի բծով, ես տեսա այնպիսի հանգստություն, որ չէի տեսել նույնիսկ նրանց շքեղ հարսանիքին։ Ինչ է շինարարներ, հարցրի ես նստելով կողքին, շրջված դույլի վրա։ Մակարդակը ստուգել եք, անկյունը չեք թեքել։ Դավիթը կտրվեց շշից եւ հոգնած ժպտաց։ Ստուգել ենք, հայրիկ, կարծես հարթ է, միայն դանդաղ է գնում։ Մտածում էի մինչև աշուն տանիքի տակ կբերենք, բայց կարծես չենք հասցնի։ Փետի համար դեռ գումար չի բավականացնում, պետք է խնայենք։ 1 տարի առաջ այս արտահայտությունը հնչում էր որպես քողարկված խնդրանք, գումար տուր։ Հիմա դա պարզապես փաստի հաստատում էր։ Չոր հաշվարկ մարդու, ով գիտի իր բյուջենը եւ չի պատրաստվում դուրս գալ դրա շրջանակներից։ Միշտ ապիր, հանգիստ ասացի ես։ Տունը սունկ չէ, գիշերում չի աճում։ Գլխավորն այն է, որ պատերը դիմանան ձմեռը, իսկ տախտակը կսպասի։ Գուցե պրեմիա տան կամ ինչ-որ կողմնակի աշխատանք գտնես։ Կգտնեմ, վստահ գլուխով արեց նա։ Միքայելը առաջարկել է հանգստյան օրերին մեկ այլ օբյեկտում օգնել էլեկտրագծով։ Համաձայնեցի։ Լիլիթը մինչ այդ ինքը կմաքրի այստեղ, կպատրաստի աշխատանքի ֆրոնտը։ Հայացքս շրջեցի հարսիս վրա։ Իսկ դու, Լիլիթ, չես ձանձրանում կեղտի մեջ խառնվելուց։ Բոգդանն ասում էր, իր կադրերի բազնում ավելի հանգիստ տեղ է ազատվել, քան հատակ լվալը եւ հաշվարկներ անելը։ Նա նայեց անավարտ պատին, ձեռքով անցավ կոպիտ գազաբլոկի վրայով։ Կարծես կատվին էր շոյում եւ գլուխը թափահարեց։ Ոչ, ես կմնամ։ Մենք որոշել ենք մինչև տունը չավարտենք, կապրենք խնայողության ռեժիմով։ Եվ նա մի փոքր կաշկանդվեց, ընտրելով բառերը։ Գիտեք, ինձ դուր է գալիս։ Այստեղ արդյունքը տեսանելի է։ Առավոտյան ոչինչ չկար, իսկ երեկոյան պատ է կանգնած։ Եվ դա մենք ինքներս արեցինք։ Նրանք վերջապես հասկացան տարբերությունը գնի եւ արժեքի միջև։ Միրի Պողոտայի բնակարանն ուներ հսկայական գին, բայց նրանց համար ոչնի արժեք չուներ, որովհետեւ անվճար էր ստացվել։ Իսկ այս փոքրիկ տունը, որի նախագծը եռապատկեցինք, որտեղ ննջասենյակները կլինեն 12 քառակուսի մետր, ոչ թե 30, նրանց համար ավելի թանկ է ցանկացած պալատից, որովհետեւ յուրաքանչյուր սանտիմետր սվայի մեջ դրված է իրենց սեփական քրտինքը։ Երեկոյան, երբ արևը սկսեց թեքվել դեպի մայրամուտ, երկինքը ներկելով կարմիր երանգներով, մեզ մոտ եկավ Բոգդանը։ Նա հիմա հաճախակի հյուր է, թեև փորձում է չցուցադրիլ, թե որքան է հպարտանում։ Բերում է 1 պարկ ցեմենտ, պատահաբար մնացած, 1 ինչ-որ խորամանկ գործիք, թեստ դրայվի համար։ Մենք նստած էինք նրա եւ Անահիտի հետ վերանդայում, խմում էինք անանուխի թեյ եւ նայում շինհրապարակին։ Դավիթն ու Լիլիթն արդեն ավարտում էին աշխատանքը։ Նրանք լվանում էին գործիքները ջրի տակառում, ջուր ցողելով եւ ծիծաղելով, ինչպես երեխաները։ Տեսա, թե ինչպես Դավիթը գրկեց կնոջը, իր մոտ քաշեց, ինչ-որ բան շշնջաց ականջին, եւ նա զանգվածորեն ծիծաղեց, թաքնվելով նրա կրծքին։ Նրանք հոգնած էին, կեղտոտ,
աղքատ իրենց նախկին շրջապատի չափանիշներով, բայց երջանիկ էին այն խոր իսկական երջանկությամբ, որն անհնար է գնել։ Անահիտը կողքիս նստած դրեց իր տաք հափը իմ ձեռքին։ Նայեցի նրան և տեսա, որ նա առաջին անգամ երկար տարիներ շարունակ ժպտում է բացարձակ հանգիստ, առանց այն անհանգիստ ստվերի աչքերում, որ նախկինում տանջում էր նրան։ «Գիտես, Արամ ջան», հանգիստ ասաց նա, «դու ճիշտ էիր։ Ես այն ժամանակ մտածում էի, որ դու դաժան ես, մտածում էի, որ կկորցնենք նրանց, իսկ մենք, ընդհակառակը, գտանք նրանց»։ Բոգդանը, լսելով դա, բարձրաձայն խմեց թեյը և ասաց. «Գտանք։ Ես մտածում եմ գուցե ինձ էլ շին հրապարակ գնամ, որովհետև որովայնս է աչում, իսկ փեսես տեսնում ես ինչպես է չորացել։ Գուցե ինձ էլ վերադաստիարակեք ծերության տարիներին»։ Մենք ծիծաղեցինք, և այդ ծիծաղը թեթև էր, ազատող։ Պատմություն է, որ սկսվել էր սկանդալով և ցավով, ավարտում էր հանգիստ ամառային երեկոյով։ Ես նայում եմ որդուս անավարտ պատերին և մտածում եմ, որ մենք Բոգդանի հետ կառուցեցինք ավելի կարևոր բան, քան հիմքը։ Մենք վերադարձրինք մեր երեխաներին մարդու ամենակարևոր իրավունքը՝ մեծահասակ լինելու իրավունքը, պատասխանատվություն կրելու իրավունքը իրենց արարքների համար և հպարտանալու իրավունքը ինքն իրենով։ Սա կոշտ դաս էր, գուցե նրանց կյանքի ամենադաժանը, բայց առանց դրա նրանք հավիտյան կմնային հավերժ երեխաներ, խաղալով կյանքը օտար գումարներով։ Ես երկար կյանք եմ ապրել, շատ բան եմ տեսել, շատ բան կառուցել, բայց սեփական երեխաների դաստիարակության այս օբյեկտը ստացվեց ամենադժվարը։ Եվ հիմա հետ նայելով ուզում եմ ասել ձեզ մեկ պարզ բան, յուրաքանչյուր րոպեի ցավով ծնված։ Մի վախեցեք կոշտ լինել, եթե տեսնում եք, որ ձեր սերը վերածվում է թույնի։ Երբեմն, որպեսզի փրկես մարդուն, պետք է նրա ոտքերի տակից հողը հանես և ստիպես թևեր բացել, նույնիսկ եթե նա գոռում է և դիմադրում։ Իսկ հիմա, ընկերներ, իմ վերջին խնդրանքը ձեզ։ Գրեք մեկնաբանություններում, կյանքում ձեզ հետ եղել է, որ որոշումներ եք կայացրել, որոնք թվացել են դաժան մերձավորների նկատմամբ, բայց ի վերջո փրկել են նրանց։ Կիսվեք ձեր պատմություններով, գուցե ինչ-որ մեկին հիմա պակասում է հենց ձեր օրինակը, կարևոր քայլի համար որոշում կայացնելու։